պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ։ Ավարտվեց սույն գործի դատաքննությունը, հետազոտվեցին բոլոր ապացույցները եւ Հ. Քրեական դատավարության օրենսգրքի 342 հոդվածի առաջի մասի իրավական տրամաբանությամբ վերդիկտ կայացնելիս դուք պետք է լուծեք հետևյալ հարցերը։ Ապացուցված է արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները արարքը։ Ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը։ Ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը։ Ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն իր մեջ ներառում է ժողովրդավարական հասարակության կառուցման համար անհրաժեշտ օրենքի գերակայության սկզբունքը, ինչպես նաև որպես պայմանավորվող պետությունների ընդհանուր պատմական ժառանգություն արդարադատության իրականացման գործում դատական համակարգի բարձր դերը։ Ուստի միայն արդարացման վերդիկտը կապացուցի դրա ապահովումը։ Ինչ է ասում մեզ օրենքի գերակայության սկզբունքը, այն որ մարդը, նրա արժանապատվությունը և հիմնարար իրավունքները, ազատությունները բարձրագույն արժեքներ են, պետությունը ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Պատվարժան դատարան, ինչի մասին է այս գործը։ Ինչպիսի նախաքննություն է անցել այս գործը, արդյոք թերի քննության հետ գործ չունենք, թե սա կոռուպցիայի կամ անձեռնայությունության դրսևորում է։ Դատարանը չի կարող ուղղակի չտեսնել այն ակնառու թերությունները, ոչ օբյեկտիվ քննության փաստը հաստատող հանգամանքները, որից պարզ է, որ բացի Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչելուց որևէ այլ ուղղությամբ չեն ցանկացել քննություն իրականացնել ու դա է ապացուցում Նունե Մխոյանի դատարանում իր ցուցմունքում այն նշումը, որ իրեն շենքին մոտենալիս հենց ոստիկաններից ամենասկզբից իմացել են, որ իբրև Նարեկն է մեղավոր անձը, եւ սա այն պարագայում, երբ դեռ անգամ քրեական գործ հարուցված չի եղել, այսինքն հիշում ենք, ցուցմունքով հստակ շեշտեց, որ երբ եկել են շենքին են մոտեցել, ոստիկաններն ասել են, փեսատ է սպանել աղջկատ։ Եվ ուրեմն մի փոքր հիշենք իրավական փիլիսոփայության մասին, որը սառը ցնցուխ է այսպիսի գործերի համար, քանի որ շատ հաճախ դատավորները ոչ թե առաջնորդվում են չոր փաստերով, այլ վարույթում հրամցրած իրավական և փաստական կանխավարկածով։ Այս կանխավարկածը թույլ է տալիս դատավորին մի պահ մոռանալ փաստերի պակասը վարույթում և իրեն պահել այնպես, կարծես թե դատարանը գիտի դեպքի համար անհրաժեշտ հանգամանքները դրանց բացակայության պարագայում։ Պատվարժան դատարան, մեկ օրինակ, ինչպես տուժողի մորը համոզել էին, որ Նարեկն է մեղավոր, այնպես էլ ինձ հայտնի վկայի հայտարարությունից հետո, երբ Երևան քաղաքի վարչությունում գիշերը ես և Նարեկ Սարգսյանի հայրը հաղորդում էինք ներկայացնում հայտնի դեպքով, հեռախոսով ոստիկաններից մեկը, ով նախկինում աշխատել էր Արաբկիրում, հետագայում գործուղվել էր Երևան քաղաքի վարչություն, ինձ համոզում էր, որ առկա է տեսագրություն, որտեղ Նարեկ Սարգսյանը տալիս է խոստովանական ցուցմունքներ։ Եվ այնպիսի ինտենսիվությամբ էր մի պահ համոզում ինձ, որ եթե ես չլինեի պաշտպանը, միանշանակ համոզվելու էի դրա մեջ, իհարկե հաղորդումը ինձնից չվերցնելով այնքան ժամանակ, մինչև շեշտադրեցի, որ բոլորիդ վրա բողոք եմ ներկայացնելու։ Մեղադրյալը պետք է ունենա մրցակցային դատավարության պայմաններում այս կանխավարկածները հերքելու իրավական և իրավաբանական հնարավորություն, որովհետև ըստ էության վարույթը ստեղծվել է բամբասանքների վրա և լայն տարածում գտել, մինչև իմ ներգրավելը և հանրության հետ խոսելը լրատվության միջոցով, առկա էր լրատվության մեջ բացառապես մեղավոր անձ Նարեկ Սարգսյանի անունը։ Այսինքն դատարանի պարտականությունն է ճանաչել մեղադրյալի իրավական և իրական հնարավորությունները հերքելու մեղադրյալի այն կանխավարկածը, որի մասին շեշտում էի, դա տես Սալաբիկուն ընդդեմ Ֆրանսիայի 07-10-1988 թվականի Եվրոպական դատարանի նախադեպում։ Պատվարժան դատարան հստակ է, որ անվիճելի է միայն հետևյալը՝ կողմերին հայտնի
բայց դատարանին անհայտ փաստերը ենթակա են ապացուցման։ Սակայն դատարանին հայտնի փաստերը ենթակա չեն ապացուցման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք դատարանին հայտնի են դառնում մասնավոր ճանապարհով դատաքննությունից դուրս։ Ինձ մոտ տպավորություն է, որ առաջի տպավորության հիման վրա ճակերտների մեջ prima facie ապացուցման չափանիշից դեռ չենք եկել հիմնավորվածության չափանիշ։ Դա էր ամբողջ մեղադրանքի կողմի ելույթի էությունը, բայց այստեղ մարդկային ճակատագիր է կշեռքի նժարին, դա չենք կարող անտեսել։ Բոլորդ ձեզ հիմա ուղիղ հարց տվեք, կա արդյոք ուղիղ ապացույց, որ Նարեկ Սարգսյանը սպանել է իր կնոջը։ Իբրև թե 22 թվականի մայիսի 4-ին ժամը 21:15-ից մինչև 23:20 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ադոնց փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում մեղադրյալը վիճաբանել է իր նախկին կնոջ Տաթևիկ Աբրահամյանի հետ եւ իրենց մանկահասակ դստեր Լիաննա Սարգսյանի ներկայությամբ տուժողին զրկել է կյանքից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ անտեսելով եւ անտարբերություն դրսեւորելով տուժողի եւ դստեր տանջալից ապրումները։ Սպանության առանձնակի դաժանությամբ ձևակերպումը որպես իրավական կատեգորիա կիրառվում է այն դեպքում, երբ սպանությունը կատարված է հատուկ դաժան, տանջանք պատճառող, անմարդկային եղանակներով կամ մեթոդներով, որոնք կտրուկ գերազանցում են սովորական կյանքի հանդեպ ոտնձգության չափը։ ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի վերլուծությունը ցույց է տալիս, որ առանձնակի դաժանությամբ սպանությունը համարվում է ծանրացնող հանգամանքներով կատարված սպանություն։ Դաժանության չափի գնահատումը պատկանում է բնականաբար դատարանի, հիմնվելով բժշկական, դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների եւ դեպքի կոնկրետ հանգամանքների վրա։ Այսինքն դա այնպիսի սպանության ձև է, որը իր վարվեցողությամբ հակասում է հասարակության մարդասիրության նվազագույն չափանիշներին եւ այսպիսով արկա է արդյոք մեր վարույթում նման դեպք։ Թե ոչ, իհարկե արկա չէ։ Հստակ գործողությունների արդյունքում վնասվածքների քանակը եւ տարածվածությունը պետք է խոսեն տանջելու վերաբերյալ եւ պետք է քննությամբ հիմնավորվեր, որ տուժողը մահվանից առաջ երկարատև գիտակից է եղել եւ զգացել է ցավ։ Բնականաբար պետք է սուբյեկտիվ կողմը գործի ուղղակի դիտավորությամբ եւ ցանկանա տանջել կամ գիտակցել է, որ գործողության եղանակը անխուսափելիորեն կհանգեցնի ուժեղ ցավի, կամ շարունակել է բռնությունը, երբ արդեն ակնհայտ էր, որ զոհը տառապում է։ Խիստ կարևոր է, որ դաժանությունը վերաբերվում է ոչ միայն մեթոդին, այլ նաև մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքին։ Օբյեկտիվ կողմ, մեթոդով եւ միջոցներով, որոնք տուժողին պատճառում են ուժեղ, երկարատև ցավ, նպաստում են տանջանքի առաջացմանը, ունեն սադիստական եւ խոշտանգիչ բնույթ, ավելի դաժան են, քան մահ պատճառելու համար անհրաժեշտ նվազագույն ուժը։ Խոշտանգման զուգորդիչ նշաններ, հոգեբանական նվաստացում, սադիստական մոտեցում է անհրաժեշտ արձանագրել, որի արձանագրումը սույն գործով չկա։ Առանձնակի դաժանություն սաստկացող հանգամանքները ենթադրում են. առաջինը, տուժողի նկատմամբ երկարատև ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տանջանք, երկրորդը, դաժան մեթոդների օգտագործում, երրորդը, մեղադրյալի ուղղակի դիտավորություն, տանջանք պատճառելու նպատակով։ Գործի նյութերը չեն հաստատում այս պահանջվող հատկանիշները, քանի որ վնասվածքները կարճատև գործողության ընթացքում են առաջացել։ Բացակայում են տանջանքի բնորոշ հասցեական վնասվածքներ։ Դատաբժշկական եզրակացությամբ չկա նախամահյան երկարատև ցավ պատճառող փուլ։ Գործողությունը եղել է ինտենսիվ, բայց ոչ դաժանության բարձր աստիճանի։ Որևէ վնասվածք, որը անպայմանորեն արդյունք է սադիստական կամ խոշտանգող մեթոդի, փորձաքննությամբ չի հայտնաբերվել։ Վերջիվերջո, երբ ես մի ամբողջ դատաքննություն բարձրաձայնում էի, որ մահը հնարավոր է արագ վրահասած չի եղել, նախահոգեվարքային վիճակ է եղել, հանրային մեղադրողը պնդում էր, որ չէ, մահը անմիջապես է վրահասել հղում տալով դիակի դատաբժշկական փորձաքննությանը, ուստի սա խոշտանգման մահվան մասին չէ։ Ինչ վերաբերվում է դստեր մասով, ապա խոսելն անգամ ավելորդ է մի պարզ պատճառով, որ Լիաննա Սարգսյանը չունի տուժողի դատավարական կարգավիճակ, քանի որ որևէ կերպ չկա դատահոգեբանական փորձաքննություն այդ մասով, նյութ, ապացույց, որը կհիմնավորի մեղադրանքի ձևակերպումը։
Այսինքն երեխան ու աչքի առջև իբրև տեղի է ունեցել սպանություն, դաժանաբար նույնպես պետք է ճանաչվեր տուժող համապատասխան հանցակազմով։ Պատվարժան դատարան, արդյոք հնարավոր է կատարել սպանություն առանց շարժառիթի նպատակի։ Այսինքն, անհատականացնելով այս դեպքը հստակ հասկանանք, կնոջը իր երեխայի մորը, արդեն բոլորս գիտենք երեխաների, կարող էր արդյոք մեղադրյալը սպանել աննպատակ եւ այն իրավաբանորեն որակվի ուղղակի դիտավորությամբ կատարված հանցանք։ Բնականաբար ոչ, եւ սա դատարանը նույնպես չի կարող անտեսել։ Մեղադրանքի մեջ կա ձևակերպում, որ իբրև սա վեճի արդյունք է, սակայն նույնիսկ ապացույցների մերկությունը հղում տալու անհրաժեշտություն, մերկությանը հղում տալու անհրաժեշտություն չկա, դա բացառելու համար, քանի որ վեճը առհասարակ ունենում է բովանդակություն, որը մեղադրական եզրակացությամբ բացահայտված չէ, որովհետև այն հորինված է։ Եվ ինչպես նշեց Նարեկ Վարդանյանը, վկա Իրինա Ալեքսանյանը չի լսել վիճաբանություն, այսինքն դա փաստ է։ 2010 թվականի մարտի 30-ի Սահմանադրական դատարանը արձանագրել է հետևյալ դիրքորոշումը, որ քրեական վարույթում, իրավունքում հանցակազմ հասկացությունը բնորոշում է որպես հանրորեն վտանգավոր արարքի քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցություն։ Այսինքն, որպիսի անձը քրեական պատասխանատվությամբ ենթարկվի, նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր, որում առկա են քրեական օրենսգրքի նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները։ Հանցակազմի բացակայություն եզրույթը նշանակում է արարքի առկայություն, սակայն այն չի բնորոշում որպես քրեական օրենսգրքում նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք, այլ կերպ հանցագործություն։ Հետևաբար հանցագործության յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր կոնկրետ հանցակազմը, որի հիմնական տարրերն են օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ։ Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, հետևաբար եւ հանցագործության բացակայության մասին։ Ուղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը եւ ցանկանում է տուժողին մահ պատճառել։ Եվ այս պարագայում, եթե անձը մեղսունակ է եւ սերիական մարդասպան չէ, ուրեմն պետք է որևէ նպատակ կամ շարժառիթ ունենա, եւ սա է պատճառը, որ տուժողի ներկայացուցիչը ենթադրյալ շարժառիթի ավելացման միջնորդություն ներկայացրեց վերջում, չնայած այն հանգամանքին, որ դա միանշանակ ենթակա է մերժման։ Այսինքն դրա բացակայության հետևանքը իրավաբան ներկայացուցիչը գիտակցում է։ Հստակ է, որ սպանությունը առանց որևէ շարժառիթի համարվում է առավել ապացուցման բարդ կատեգորիա, քանի որ շարժառիթը բացակայում է միայն այն դեպքում, երբ կա հոգեկան խանգարում, affect, խնդիրը հուզական պայթյունի մեջ չէ նույնիսկ։ Այսինքն, եթե հանրային մեղադրողը չկարողացավ ներկայացնել հստակ տրամաբանված շարժառիթ, ապա մեղադրանքի կառուցվածքը դառնում է բոլորիս ենթադրությունների աղբյուր, որի պարագայում մարդ չեն դատում։ Մեղադրանքում առկա ապացույցները փորձում են հիմնավորել, թե իբրև մեղադրյալը եւ տուժողը եղել են փաստացի ամուսնալուծված։ Սակայն կրկին առկա փաստը ապացուցում է, որ դա ուղղակի հերթական ենթադրություն է, ինչ որ մարդկանց ցանկություն, քանի որ տուժողը հստակ է, հղի էր։ Դրանով արդեն ամեն ինչ հիմնավորվում է։ Շարժառիթի բացակայությունը ինքնին հակափաստարկ է դիտավորությամբ ապացուցման դեմ, քանի որ քրեական օրենսգրքի 155 հոդվածի դիսպոզիցիան պահանջում է ուղղակի դիտավորություն պլյուս գիտակցված գործողություն։ Պատվարժան դատարան, մենք իրավաբաններով, այդ թվում նաև դուք, տարիներ շարունակ պայքարել ենք հետմոդեռնի արդարադատության դեմ, որտեղ չկա իրավական անկեղծություն եւ ազնվություն։ Այսինքն մենք բոլորս ասում ենք ոչ ողջամիտ բացառությանը եւ ողջունում ենք բացառապես մետամոդեռնը, որտեղ իշխում է իրավունքի սկզբունքը, հակադրվելով հիպերանարդարադատությանը, հիպերանտրամաբանական կարգավորմանը։ Հիմա ինչ փոխվեց այս պարագայում, ինչ պատահեց, որ այս գործով իրավաբաններով չենք ուզում տեսնել անմեղին։ Մենք այս գործով հետմոդեռնի արդարադատության շրջանակներում զուտ օրենքի պահանջը կատարելով եւ կեղծ տպավորություն ստեղծելով
Մասնակից ենք եղել նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությանը։ Իր հերթին ձևացնելով, թե իբրև նա փաստել է մահվան ձևը եւ տվել է մահվան պատճառը, բայց սա իրավական հեգնանք է։ Հարգելի իրավաբաններ, ո՞րն է ապացույցի նպատակը առհասարակ։ Ճշմարտությունը բացահայտելը։ Կարևոր է թե ինչ տեսակի ճշմարտություն է փորձում բացահայտել այդ ապացույցը։ Պետք է ընկալել, որ մեղադրանքում ձևակերպված դատախազական ճշմարտությունը չի հիմնավորում նյութական դատավարական ճշմարտությունը։ Օբյեկտիվ ճշմարտությունը հռչակվել է ոչ միայն որպես քրեադատավարական ապացուցման միակ նպատակ, այլ որպես քրեական դատավարության սկզբունք։ Բոլորիս հայտնի է այն, որ ապացույցների գնահատումը որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցների յուրաքանչյուրի վերաբերելիության, հավաստիության, արժանահավատության, իհարկե անթույլատրելիության հարցերը արդեն իսկ քննարկված են եւ ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին։ Գնահատման է ենթակա ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները։ Ապացույցները, որոնք հավաքվել են եւ ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ձեր ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որը իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում։ Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական։ Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը։ Վճռաբեկ դատարանը Սաքայանի գործով արձանագրել է, որ ապացուցման առարկան եւ ապացուցման ենթակա հանգամանքներ հասկացության հետ քրեական դատավարության օրենսգիրքը կապում է ապացույցների բավարարություն հասկացությունը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերվում է ապացուցման առարկային եւ թույլ է տալիս այն հանգամանքների մասին գալ արժանահավատ հետեւության։ Որոշելով ապացույցների բավարարությունը, վարույթ իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համարեական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ինչ աստիճանի մարացվի յուրաքանչյուր հանգամանքը եւ ինչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու եւ դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար։ Այսպիսով ապացույցների բովանդակությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպիսի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարի պարզումը։ Վճռաբեկ դատարանը քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները՝ վարույթ իրականացնող մարմինների ներքին համոզմունք, դատավարական որոշումների հիմնավորվածություն եւ պատճառաբանություն, անմեղության կանխավարկած։ Պատվարժան դատարան կողմը ունի համոզմունք, որ դատարանի կողմից սույն գործի շրջանակներում բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ մոտեցման դեպքում դատարանը կհանգի այն հետևության, որ պաշտպանյալս անմեղ է եւ որևէ առնչություն չունի նկարագրված դեպքի հետ։ Հստակ հետապնդվում է ապօրինի։ Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որը ամրագրված է ինչպես սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով։ Հանցանքի մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Դուք կարծում եք, որ այս գործով հաղթահարված է արդյոք Նարեկ Սարգսյանի անմեղության կանխավարկածը։ Անկեղծ լինենք, ոչ։ Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով, քրեական դատավարության ընթացքում չափածուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։ Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործով արդար դատաքննությունը կատարված կլինի այն դեպքում, երբ համոզմունքը ձևավորված լինի արդար դատաքննության ընթացքում հաշվի առնելով
մարդու անմեղության կանխավարկածը ձեռք բերված հստակ ապացույցներով։ Հանրային մեղադրողը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ իբրև վկաները դատարանում տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ, սակայն դատարանը գիտի, որ դա այդպես չէ, քանի որ դատարանը ծանոթ է գործի նյութերին, բայց ավելի կարևոր է հասկանալ, ինչի մասին էին վկաների ցուցմունքները, ինչ են հիմնավորում իրենց բովանդակությամբ, արդյոք դրանք վերաբերելի էին։ Հաշվի առնելով այն, որ գործընկերներս շատ մանրակրկիտ անդրադարձան վկաների ցուցմունքների բովանդակությանը, ուստի դրանց հակիրճ նկարագրության մասով կարճ կլինեմ։ Վկաներից որևէ մեկը ականատես վկա չէ սպանությանը, որևէ մեկը սպանության փաստը հաստատելուն ուղղված որևէ ցուցմունք չի տվել։ Ավելին, վկաների հիմնական մասը նաև դատակոչված են թիվ ԵԴ 1-0486-0124 քրեական գործով եւ բովանդակային արդեն իսկ սույն դատարանից տարբերվող ցուցմունք են տվել։ Սակայն դրանք վիճարկման են ենթակա վերաբերելի առարկան քննող դատարանում, քանի որ սույն վարույթով նրանց ցուցմունքի բովանդակությունը ոչինչի մասին է։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջի մասի 39 կետում օգտագործվում է փաստերի մասին տվյալ ձևակերպումը, ինչը մեզ հուշում է, որ այդ տվյալները ոչ թե վերացական գնահատողական դատողություններ են կամ կարծիք, այլ կոնկրետ մարդկանց գործողությունների, որոշակի դեպքերի մասին հստակ տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս պատասխանել ինչ, որտեղ, երբ, ինչ եղանակով հարցերին։ Հստակ է, որ փաստի մասին տվյալը չի նույնականացվում փաստի հետ եւ չի կարող ի սկզբանե դիտարկվել որպես ճշմարիտ իրողություն։ Քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա։ Այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ։ Պատվարժան դատարան, եթե անգամ վկաների ցուցմունքները, որոնք հանրային մեղադրողը մանրակրկիտ ընթերցեց, վերաբերելի լինեին, ապա արդյոք դրանք արժանահավատ են։ Միայն նրանով պայմանավորված, որ տուժող կողմի բարեկամների եւ ընտանիքի անդամների կողմից ենթադրյալ բռնությունների մասին են հայտարարվել։ Սակայն այդ ընթացքում չեն դիմել նրանք ոստիկանությանը, հաղորդում չեն տվել հանցանքի մասին եւ անգամ ծնողներին չեն տեղեկացրել, սա արդեն հավատ չի ներշնչում։ Ավելին, վկաներից Տիգրանուհին հստակ նշեց, որ եղել է մյուս կողմի փաստաբանի գրասենյակում ու նաեւ հասցեն նշեց հետո նոր հարցաքննության։ Ապացույցի հավաստիությունը ցույց է տալի փաստական տվյալի ճշմարտացիությունը։ Վկաների ցուցմունքները չպետք է բովանդակի սուտ կամ կեղծ տեղեկություն։ Ուստի փաստական տվյալը հավաստի է, եթե փաստական տվյալի իրականությանը համապատասխանելը վեր է ողջամիտ կասկածից։ Առհասարակ ով է շահագրգիռ վկան։ Դա այն վկան է, որը ունի անձնական, նյութական, ծառայողական կամ այլ շահ գործի ելքից, կամ գտնվում է կողմերից մեկի հետ կախվածության կամ սերտ կապի մեջ, կամ նրա ցուցմունքը կարող է ազդել իր իրավական վիճակի վրա։ Եթե վկան ունի ակնհայտ շահ, իսկ դատարանը չի բացահայտում, թե ինչու է նրան վստահել, ապա դատավճիռը չի կարող համարվել արդար։ Տես Միրիլաշվիլին ընդդեմ Ռուսաստանի 2008 թվականի նախադեպը։ Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն շահագրգիռ կանխված վկայի ցուցմունքի վրա գերակշռող կերպով հիմնվելը խախտում է արդար դատաքննության իրավունքը։ Դորսոն եւ Նեհաթերլանդսն ընդդեմ Միացյալ Թագավորության։ Իսկ ինչու՞մ է կայանում այդ շահագրգռվածությունը։ Վկաներ Նունե Մխոյանի եւ Ահավետիք Աբրահամյանի ցուցմունքները, դրանք ոչ միայն ականատես վկայի ցուցմունքներ չեն, այլև իրենց վշտի ետևում վրեժով լցված անձանց ցուցմունքներ են, ովքեր նաև ունեն նյութական շահագրգռվածություն, քանի որ տուժողի ակտիվները, այսինքն գույքերը այնքան են, որ հանդիսանում են դատարաններում վեճի առարկա։ Ու այս պահին տուժող կողմին անհրաժեշտ է մեղադրյալին ճանաչել անարժան ժառանգ կարգավիճակը, որը կբերի տուժող կողմի միայնակ ժառանգության ընդունման հանգամանքին։ Սա արդեն իսկ բավարար է ցուցմունքները գնահատելու համար, այն էլ այն պարագայում, երբ Նունե Մխոյանը հստակ ցուցմունքում շեշտեց, երբ իրենք մոտեցել են շենքին,
կանգնած ոստիկան աշխատակիցները իրենց ասել են փեսան է սպանել տուժողին։ Սա հետք է թողել նաև նախաքննության որակի վրա, քանի որ տվյալ վկան նախաքննության ընթացքում նաև թաքցրել էր այն հանգամանքը, որ տանից անհետացել են տուժողի իրերը։ Մասնավորապես տանից կորել են թանկարժեք իրեր, աղջկաց թանկարժեք իրերից էին բացակայում կոնկրետ Լուի Վիտոն ֆիրմայի դրամապանակ 750 եվրո արժողությամբ, բանկային քարտերով և գումարով, երկու պայուսակներ ֆիրմային մեկը 1050 եվրո արժողությամբ, մյուսը 1150 եվրո արժողությամբ, իտալական զարդեր էին, ոսկյա զարդեր չէին, բայց ոսկուց թանկ արժեին ականջողեր թևնոցի հետ մեկը, մյուսը ականջողեր առանձին կանաչ քարերով։ Այդ բոլորը, ինչ որ ասում եմ, Միլանից էին գնել, դրա համար եվրոներով եմ գները ասում։ Այդ զարդերից մեկը 350 եվրո էր, մյուսը 550 եվրո էր և ակնոցները էլի մեկը Լուի Վիտոյից էր, մյուսը Ֆերոգամո ակնոց էր, կդժվարանամ կամ 500 կամ 550 եվրո, որը նախաքննական ցուցմունքներով չէր նշել։ Ավելին նաև շեշտեց, որ նրա նույնականացման չէր նշել նաև, որ նույնականացման քարտը, բանկային քարտերը նույնպես չկան, որը բացառապես բացահայտվեց վկա Արսեն Մինասյանի կողմից տրված ցուցմունքներով։ Վկա Տիգրանուհի Աբրահամյանը ունի գույքային շահագրգռվածություն դեռ տուժողի կենդանության օրոք և դիմել է դատական պաշտպանության թիվ ԿԴ1 3665 կոտորակ 2 կոտորակ 19 քաղաքացիական գործով, որով նաև տուժողի ծնողներն են անցնում։ Պատվարժան դատարան, եթե բարեկամները իրականում տեսնեին բռնություններ, վստահեցնում եմ ձեզ դրա մասին իրավապահ համակարգը կտեղեկանար։ Վերջի վերջո չպետք է մոռանանք, որ տուժողը ոստիկանական համակարգի նախկին աշխատողի աղջիկ է։ Իրավապահ համակարգի ներկայիս աշխատողի քույր, և այո, երբ իրականում դա եղել է, այն արձանագրվել է հաղորդման տեսքով, վարույթում դուք դա ունեք։ Ավելին, բոլորը իրենց ցուցմունքների մեջ նշում էին ձեռքի կապտուկի մասին, որը հենց դիակի դատաբժշկական փորձաքննությանը կից լուսանկարներով նույնպես երևում է մի պարզ պատճառով, որ տուժողը ըստ իմ պաշտպանյալի ուներ վարիկոզ հիվանդություն, որի վերաբերյալ ապացույցները չցանկացաք ձեռք բերել։ Դրան ականատես բուժման նպատակով բժշկի այցելություններին ականատես վկաներին չցանկացաք դատակոչել։ Մի պարզ պատճառով, որ այս ցուցմունքները այո վերաբերելի չեն այս դեպքի հետ և չունեն արժանահավատություն։ Կամ վկաներ Էդմոն Աբրահամյան, Մանվել Աբրահամյան, Աշոտ Աբգարյան և Տաթևիկ Սարգսյան անձինք, ովքեր արդեն իսկ նշվել է, որ չեն հանդիսանում սույն քրեական գործով վերաբերելի ցուցմունք տվող վկաներ, հաշվի առնելով նրանց ցուցմունքի բովանդակությունը և որի հետ նաև ուներ համաձայնություն անգամ տուժող կողմի ներկայացուցիչը, ուստի դրանք դատական ակտի կայացման համար նշանակություն չունեցող փաստական տվյալներ են։ Վկա Ավետիք Աբրահամյանը հանդիսանում է Տաթևիկ Աբրահամյանի հայրը։ Նրա ցուցմունքների ամբողջական բովանդակությունը կառուցված է Նարեկ Սարգսյանի և Տաթևիկ Աբրահամյանի համատեղ կյանքի ընթացքում նախկինում իբր եղած վիճաբանությունների, նրանց միջև առկա անհաշտ հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր գնահատականների վրա։ Միևնույն ժամանակ վկան ուղիղ և հստակ կերպով նշել է, որ ինքը չի հանդիսանում դեպքի ականատես, սպանության հանգամանքների վերաբերյալ որևէ անձնական տեղեկություն չունի և միայն լսել է, թե սպանությունը կատարել է Նարեկ Սարգսյանը։ Այս հայտարարությունը չունի որևէ ապացուցողական արժեք, քանի որ այն հիմնված չէ անձնական ընկալման վրա, չի պարունակում տեղեկատվության աղբյուրի հստակ մատնանշում և չի հաստատում որևէ այլ ապացույցով։ Բացի այդ, վկայի ցուցմունքը վերաբերելի չէ սույն քրեական վարույթին, քանի որ այն վերաբերվում է ոչ թե դեպքի օրվա հանգամանքներին, այլ նախկինում տեղի ունեցած ենթադրյալ հարաբերություններին, որոնք ինքնին չեն կարող ապացուցել կոնկրետ հանցանքի կատարումը։ Գործով հարցաքննված մի շարք վկաներ իրենց ցուցմունքներում օգտագործել են «լսել եմ», «ասել են», «հայտնի էր», «կարծում եմ» ձևակերպումները։ Նման ցուցմունքները ըստ էության հանդիսանում են լսածի ապացույցներ, չեն բխում վկայի անմիջական ընկալումից և չեն կարող ծառայել մեղադրանքի հիմք։ Միեդը հաստատված նախադեպային իրավունքի համաձայն շեշտել է մշտապես լսածի վրա հիմնված ցուցմունքները
չեն կարող հանդիսանալ դատապարտման հիմնական կամ վճռորոշ հիմք, եթե դրանք չեն ամրապնդվում ուժեղ, անկախ և արժանահավատ այլ ապացույցներով։ Դեպքի վայրի զննության արձանագրումը, օրինակ, չի հիմնավորում կրիմինալիստիկ հետազոտության անհրաժեշտ ուղղությունները։ Հիմա, որպես պաշտպան, մտնելու եմ այս պահին համակարգի աչքերով հրամցնեմ այս գործի մերկությունը։ Այսինքն մտնելու եմ ձեր դաշտ, հարգելի հակառակորդ կողմ։ Գնացինք։ Առաջինը դեպքի վայրի տեղաշարժ ֆիզիկական հետքեր, ուրա, չունենք։ Միջավայրի գրանցում, լուսանկարներ, ունենք թեթև, տեսագրություններ, թեթև, չունենք առաջի հարգի 0 հարկի տեսագրությունները, չունենք չափագրումներ։ Մատնահետքեր, ԴՆԹ հետքեր, դռների, կահույքի, անկողնու, մահճակալի վրա չունենք։ Անհավասարակշռություն և պայքարի հետքեր, գորգերի, հատակի, կահույքի վնասվածքներ չունենք։ Մեթոդաբանական բացթողում, գործի նյութերում այդ հետքերը կամ մատնահետքերը տեխնիկական հետազոտությունների տվյալները բացակայում են։ Կրիմինալիստիկ պատկերը անսպասելի բաց է, քանի որ չկա համակցված փորձաքննություն, մարմնական վնասվածքներ պլյուս դեպքի վայրի հետքեր։ Շտապ օգնության կանչի թերթիկ, դեպքի արձանագրություն, ինչպես ասում էր հայտնի վկան, ունենք, չունենք, դեպքի հատվածից, այսինքն դեպքի վայրի զննությամբ չի հայտնաբերվել, լուսանկարներում նույնպես չի հայտնաբերվել, դատարանը այն պետք է ձեռք բերեր, բայց ստացավ պատասխան, որը ոչինչի մասին էր, և դա է փաստում այն, որ դա սրտագրում, այսինքն բժշկի կողմից չէր եղել։ Դիտավորություն, անուղղակի հաստատում հնարավոր է միայն համակցված վկաների ցուցմունքի պլյուս փորձագիտական տվյալներ, պլյուս տեխնիկական ապացույցներ, չունենք։ Շարժառիթ և նպատակ, բացակայում են փաստական տվյալները, հասարակ տրամաբանությամբ ենթադրությունները բավարար չեն։ Դիմելիս դատաբժշկական և հոգեբանական փորձաքննություն պետք էր նշանակվել։ Դիտավորությամբ և դաժանությամբ աստիճանը գնահատելու համար, ունենք, չունենք։ Նարեկ Սարգսյանին մեղադրանքի հաստատման համար անհրաժեշտ բոլոր հիմնական ապացույցները բացակայում են և հայտնաբերվածները կամ թույլատրելի չէին, կամ բավարար չեն։ Այս փաստացի բացթողումները ցույց են տալի, որ մեղադրանքը ընդհանուր առմամբ հիմնված է ենթադրությունների վրա, ոչ թե փաստական տվյալների։ Դատանը պետք է հաշվի առնի, որ այս բացթողումները խիստ ազդում են անմեղության կանխավարկածի վրա և առանց լրացուցիչ վստահելի ապացույցների մեղադրանքը հիմնավոր չէ։ Պատվարժան դատարան, մեղադրանքում նշված է, որ մահը վրա է հասել 21:15-ից 23:20 ընկած հատվածում։ Մինչդեռ հենց հեռախոսային խոսակցությունների զննությամբ փաստացի այլ պատկեր ունենք, և որքան էլ որ հանրային մեղադրողը այլ բանի մասին էր ճառում, դրանք մեղադրական եզրակացության մեջ չկան։ Ինչ կա։ Նարեկ Սարգսյանի ալեհավաքներ, սպասարկվել է 21:12-12, եղել է Երևան քաղաք Ազատության փողոց, 21:16-25 եղել է Երևան քաղաք Ալեք Մանուկյան, 21:17-15 Երևան քաղաք Ալեք Մանուկյան, 21:17-56 Երևան Տիգրան Մեծ, 21:21-ից մինչև 21:35-07 Երևան քաղաք Նարդոս փողոց, 21:37-12 Երևան Չարենց, այսինքն արդեն իսկ մեղադրանքը թերի է, որը չի կարող անձին մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այսինքն եթե մեղադրանքում սկսել եք ժամը 21:15-ից, գոնե սրանց վերաբերյալ պետք է մենք ունենայինք պատճառաբանված դիրքորոշում։ Այսինքն և տեսագրություններում է երևում տուժողը, նաև մենք բոլորս հետազոտել ենք տեսագրությունները, տեսել ենք, որ հենց այդ ժամերին, որով մեղադրանքը ձևակերպված է, տուժողը գնում է, գալիս է, գոնե դա հերքել չեն կարող։ Լավ, վերջի վերջո, մինչև 23:00 պատվարժան դատարան, ով որտեղ է եղել, ով ինչով է զբաղվել, դա ինչ կապ ունի դրվագի հետ։ Միայն հաշվի առնելով, վերջի վերջո պետք է
Չմոռանանք, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունը մեզ ասում է, դուք մահը կարաք արձանագրեք 23:00-ից մինչև հաջորդ օրը գիշերը 2 ընկած հատվածը։ Դրանից առաջ ով որտեղ ա եղել, քանի անգամ ա գնացել, ուր ա գնացել, բարձացել ա, իջել ա, սա մեղադրանքը կազմողի համար որևէ նշանակություն չպետք է ունենար։ Ավելին, վկա Կարապետ Այվազյանը դատարանում հարցաքննության ժամանակ Նարեկ Սարգսյանի այն հարցադրմանը, որ հիշում ես, ես ասացի չիջնես ավտոպարկ, այնտեղ շլագբավո կա, ես շուտ եմ հետ գալու։ Վկան հստակ պատասխանում է, այո, հիշում եմ, իսկ որ ժամանակահատվածում էր այդ վկան շրջապտույտ կատարում, բոլորիս հայտնի է։ Հիշում եմ, այնպես էլ անհարմար տեղում էի, տեղ չկար կանգնելու, մինչև եկավ, նենց էլ անհարմար էի կանգնած։ Սա ևս ապացուցում է, որ Նարեկը տուժողին չի սպանել, քանի որ այնքան արագ ու հանգիստ էր հետ եկել, որը անհնար էր ուղղակի։ Եվս տեսագրությունների, այո, վկան կատարում է շրջադարձ, կանգնում ճանապարհի հատվածի եզրին, անհարմար տեղում, այսինքն երկար կանգնել չէր կարող, մինչև Նարեկ Սարգսյանը երեխայի հետ իջնում է, նստելով հեռանում է։ 23:20 Նարեկ Սարգսյանը դուրս է գալիս գլխավոր մուտքից, հանգիստ երեխայի հետ ձեռքին 2 տոպրակ, կարծես բարևում է հարևանին, մուտքի դուռը բաց թողնում առանց շտապելու, որ չփակվի, հարևանը ներս մտնի, այնուհետև երեխայի հետ հանգիստ քայլելով գնում նստում իրեն սպասող ընկերոջ մեքենան եւ 00:02:11-ին նրա ալեհավաքը սպասարկվում է գյուղ Մարմարաշեն, սա շատ կարևոր է։ Եվ կրկին վերադառնում դեպքի վայր, ընկերոջ հետ երեխայի իրերից կոշիկները վերցնելու համար, որի պատճառը որևէ մեկին չի հետաքրքրել, որևէ մեկին, նույնիսկ դատարանին չի հետաքրքրել, ինչի համար է հետ եկել կոշիկները վերցնի։ Ես միջնորդել եմ դատարանին, որ դատակոչվեն այնպիսի վկաներ, որոնք ասեին, որ առավոտյան իրենք պետք է մասնակցեին խնջույքի եւ այդ կոշիկները շատ անհրաժեշտ էր քաղաքից մեկնելու համար։ Բայց ոչ դատարանը դրան հետամուտ եղավ, ոչ էլ ընթացքում նախաքննությունն այդ ուղղությամբ գնացել։ Եթե անձը վերադարձել է դեպքի վայր եւ ինքն է զանգահարել շտապօգնություն, ապա դա հասկանանք, հակասում է սպանություն կատարած անձի տրամաբանությանը։ Ցույց է տալի, որ նա փորձել է ներգրավել պետական ծառայություն, ոչ թե խուսափել պատասխանատվությունից։ Իսկ ինչ է սովորաբար կատարում սպանություն կատարած անձը, բոլորդ ստեղ փորձառու եք։ Անձը հեռանում է, թաքցնում է հետքերը, չի վերադառնում, չի ակտիվացնում պետական համակարգը։ Եվ վերջապես, կրիմինալիստիկ հոգեբանական տեսանկյունից սպանություն կատարած անձը հակված է խուսափել վերահսկողությունից, ոչ թե կամավոր իր վրա կենտրոնացնել իրավապահ համակարգին։ Հա, մի տարբերակ նույնպես կա, հարգելիներս, բայց սա այդ դեպքը չի, երբ ուղղակի սերիական մարդասպանը չի գիտակցում իր արարքը, որովհետև ունի հոգեկան խնդիրներ։ Պատվարժան դատարան գործի նյութերում առկա է 27/01/25 թվականի փորձագետի եզրակացությունը, որով հիմնավորվում է, որ սպանությունը ուժեղ եւ բարդ հոգեհուզական հակազդումներ առաջ բերող ասոցիալ երևույթ է, որին մասնակից եւ ականատես եղած անձը աչքի է ընկնում բազմաշերտ հուզական երանգներով։ Մեր կողմից հետազոտված նյութերը փաստում են, շեշտել են նրանք, որ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը արկա տեսանյութում համաձայն կինեսիկայի տվյալների չի ցուցաբերում որևէ արտառոց քայլ։ Լավ, եւ վերջի վերջո այդ ոչ արտառոց պահվածքը, այսինքն հստակ հանգիստ պահվածքը, բոլորիս է ակնառու, միայն փորձագետը չի, որ դա փաստում է։ Այն է, ետև նայել, շտապել, վազել, փախնել, քարանալ, ես կավելացնեի նկուղով իջնել հեռանալ, անհետանալ ուղղակի։ Ինչպես արդեն նշել ենք, միջին վիճակագրական տղամարդու պահվածք։ Իրավիճակը կարող էր ավելի բարդ լինել երեխայի պարագայում, սակայն նույն տեսանյութում ավելի նման է հայրիկի հետ ուրախ եւ հանգիստ սեփական ինքնագլորով զբաղված երեխայի, քան որ մի քանի րոպե առաջ մորը ծեծել են եւ խեղդել իր աչքի առաջ։
Հայր դուստր շքամուտքից մինչև մեքենա գնում են իրենց գործերով առանց հետ նայելու, առանց խուսափողական շարժումների։ Նարեկ Սարգսյանը եւ Լեաննա Սարգսյանը մատնանշված ժամանակահատվածում աչքի չեն ընկնում որևէ արտասովոր հոգեհուզական հակազդումներով, քան այն, որ հայր եւ դուստր հանգիստ եւ առանց ստրեսի գնում են դեպի մեքենան, անգամ չկա երեխայի տագնապ դեպի տուն, որտեղից հայրը վերցրել է իրեն ոչ մի կինեսիկա հետ նայելու, լացելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ անչափահաս Լեաննա Սարգսյանը չունի կտրուկ վարքագծային փոփոխություններ, հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ, ինչը կարող է միանշանակ լինել սեփական մորը խոշտանգված տեսնելու պարագայում։ Եվ քանի որ դեպքերից անմիջապես հետո մանկան հոգեբան մասնագետները չեն փաստել ՀՏՍԽ-ի մասին եւ մինչ օրս չկան նման արձանագրություններ, ուստի նման ծանր հանցագործության ականատես լինելը փաստել անհնար է մեր կողմից։ Տեղեկանքները եւ հետազոտությունները գործի նյութերում, որոնք առկա են, զարգացման դժվարությունները, ուշադրության դիֆիցիտը ժամանակագրական առումով նկատվել են մինչև 22 թվականի մայիսի 4-ը։ Հետազոտությունները երեխայի մասին թվագրված են 21 թվական։ Պատվարժան դատարան, այս եզրակացությունը նույնպես հերքում է այն, որ Նարեկ Սարգսյանը որևէ կերպ առնչություն ունի իրեն վերագրած արարքին, այսինքն ոչ թե առաջ երկրորդ մասին, ոչ թե դա տեղի չի ունեցել երեխայի ներկայությամբ, հստակ է, Նարեկ Սարգսյանը չէր կարող մարդ սպաներ, հետո տենց հանգիստ իջներ երեխայի հետ, երաժշտություն լսելով ինչի մասին փաստում էր վկան, ճանապարհին հանգիստ հեռանար։ Իսկ հիմա 3 տարի շարունակ նկատել ենք վարքային բոլոր դրսևորումները, մեր երիտասարդը հոգեկան խանգարումներ չունի տեսանելի։ Մինչև մեղադրյալի երկրորդ անգամ դեպքի վայր վերադառնալը 01:02:50 րոպեին մեկ այլ տղամարդ մուտք է գործում շենք, բարձրանում մինչև 3-րդ հարկ, այնտեղից դուրս է գալիս 01:24:43-ին, հեռանում նույն ուղղությամբ։ Այս մարդուն նախաքննության մարմինը չի պարզել, թե ով է եւ ինչ նպատակով է եկել դեպքի վայր։ Ժամը 01:22:36-ին Նարեկ Սարգսյանը դրսից, այսինքն նույն անձը չի, մենք դրսի ձայնագրությունը լսել ենք, զանգում է շտապօգնություն, 01:37:23-ին շտապօգնության բրիգադը արդեն իսկ արձանագրվում է շենքի մոտ։ Ժամը 01:53-ին շտապօգնության աշխատակիցները զանգահարում են ոստիկանություն եւ նշում, որ հայտնաբերել են կնոջ դիակ գլխի վնասվածքով։ Ավելին 05:05:22 թվականին ժամը 01:37:29 վայրկյանին մուտք են գործում բժիշկները, բարձրանում են 3-րդ հարկ, մուտքի լույսերը վառվում են 15 վայրկյան տևողությամբ, լույսեր են առհասարակ դրանք եւ ինչ ենք տեսնում, որ դեռ 01:42:27 վայրկյանին լույսերը վառվում են։ Մի պահ անջատվում են 01:42:28-ին, այսինքն 1 վայրկյան, եւ վառվում են 01:42:29-ին։ Եվ միայն այն, որ զանգելիս նշում են, որ գլխի վնասվածքով կնոջ դիակ է առկա, սա արդեն հիմնավորում է, որ բժիշկները չեն տեսել տուժողին, իսկ այն, որ չեն տեսել, տեսագրությունները պարզ դրա մասին ապացուցում են։ Նախաքննության ժամանակ շտապ օգնության բժիշկը իր ցուցմունքում նշում է, որ մտել ենք նշված բնակարան, ինչու եմ սա ասում, որովհետև մենք նաև վիճարկում ենք, արդյոք դատարանում սպանություն է քննվում, արդյոք դատարանում նույնիսկ սպանության փորձի մասին չի, արդյոք ստեղ չկա բժշկական սխալ։ Նախաքննության ժամանակ շտապ օգնության բժիշկը իր ցուցմունքում նշում է, որ մտել ենք նշված բնակարան, որի մուտքի դուռը վրա քաշած է եղել, կողպած չի եղել, դռնից ներս անմիջապես դիմացի հատվածում առկա է եղել ննջասենյակ, որի դուռը լրիվ բաց է եղել եւ երևացել է, որ ննջասենյակի անկողնու վրա մեջքի վրա պառկած կին կա։ Երբ մոտեցել եմ անկողնում, տեսել եմ մեջքի վրա պառկած անգիտակից մոտ 30 տարեկան կին, ում աչքերը եւ բերանը բաց վիճակում են եղել, այնուհետեւ ինքը ստուգել է այդ աղջկա զարկերակի պուլսացիան, ստեղ պրոստը ստուգել էր, որը բացակայել է բբային ռեֆլեքսը, որը նույնպես բացակայել է։ Դատարանում տված ցուցմունքով նշեց,
որ կատարել է EKG, այն է էլեկտրոսրտագրություն, եւ հանրային մեղադրողի այն հարցին, որ թե իմաստը որն է, եթե անձը մահացած է սիրտը ստուգելով, կամ պատասխանում է, որ ամեն դեպքում ապացույց լինի, որ այդ մարդը մահացած է, եւ սա ասում է պրոֆեսիոնալ բժիշկ։ Այսինքն սիրտը կանգնած է, եթե չեմ սխալվում, տպել եմ կարդիոգրամայի վրա եւ դրել եմ իր կողքը։ Կրկին հանրային մեղադրողի այն հարցին, որ այսինքն փաստացի թղթային տարբերակով, որ սրտի կանգ կա, պատասխանեց, որ այո։ Կրկին տուժողի ներկայացուցիչը այն հարցին, թե այսինքն ձեր սխալի հետևանքով է եղել, ինչ կասեք, ինչ ունեք այս մասով ասելու, բան ասելու, պատասխանեց դեմ կարտահայտվեմ, որովհետև արդեն իսկ կեղևը չորացած է եղել մարդու, այսինքն ով ուզում է լիներ, ընդեղ եթե անգամ սկսեինք սիրտ-հոգային վերակենդանացման գործողությունները, ապարդյուն կլիներ, որովհետև ինքը համարյա արդեն սառած վիճակում գլուխը կապտած էր, բիբերը լայնացած էին։ Այնուհետև այն հարցին, թե մահը երբ կարող էր ըստ ձեզ վրա հասնել, պատասխանեց, ես դատաբժիշկ չեմ, բայց կես ժամ 40 րոպե արդեն մահացած էր, եւ դատարանի այն հարցին առավելապես թե առնվազն, ասաց առնվազն։ Իմ հարցադրմանը այդ մասով, թե ձեր կանոնակարգով նման դեպքում դիակի կողքն եք թողում արձանագրությունը եւ դուրս գալիս, թե այդ արձանագրությունը տանում եք ըստ ձեր կարգի ձեզ հետ, պատասխանեց ընդհանրապես պետք է փակցված լինի կանչի թերթիկի վրա, բայց ուղղակի քանի որ ֆորս մաժոր էր, թողել եմ ընդեղ։ Ավելի նաև ասաց, եթե դեպքի վայրը անվտանգ չի, իրավունք չունի բժշկական օգնություն ցույց տալու եւ դա իրենց օրենքով է, սակայն նշեց, որ բժշկական գրականության մեջ է կարդացել։ Դիակի թիվ 023 դատաբժշկական փորձաքննությամբ, արտաքին եւ ներքին ուսումնասիրությամբ կապտած գլուխ չի արձանագրվել։ Ավելին դիահերձման ժամանակ արձանագրվել է, որ գլխի մազածածկ շրջանի փափուկ հյուսվածքների ներսային նույնիսկ մակերեսից խոնավ է դժգույն վարդագույն։ Այսինքն անգամ ներսից այն գունատ վարդագույն է եղել, հետևաբար կապտած չի եղել։ Այդ թվում դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ աչքերը փակ են կոպերով, բերանը փակ, լեզուն ատամների հետևում։ Այդ թվում դեպքի վայրի զննությամբ նույնպես մասնակից փորձագետը արձանագրել է դեռ ժամը գիշերը 04:30-ից մինչև 5-ը ընկած հատվածում դիակը դեմքով գտնվել է դեպի աջ, աչքերը եւ բերանը փակ։ Ավելին ըստ 05/05/22 թվականի դեպքի վայրի զննության մասին արձանագրության, որը սկսվել է 02:45 եւ ավարտվել 05:15, դիակը զննվել է վերջում ըստ խրոնոլոգիայի։ Եվ զննությամբ գլխի կապտուկ չի արձանագրվել եւ դեռ եղել է թույլ ջերմ։ Փաստացի ժամը 4:30-ից հետո դեռ դիակը պահպանել է որոշակի ջերմություն։ Ուստի վկան ստել է եւ քանի որ եթե պաշտպանական կողմի վարկածային է, որ դեռ տուժողը կենթանի է եղել, երբ ժամը 01:37:23-ին ըստ 06:05:22 թվականի զննության արձանագրությամբ հենց երրորդ մասնաշենքի առաջի մուտքից այնտեղ մտնող բժիշկները եղել են, ապա մենք պնդում ենք, որ այդ ժամանակահատվածում ողջ է եղել աղջիկը։ Դիակի թիվ 0523 դատաբժշկական փորձաքննությամբ չի արձանագրվել գլխի վնասվածք։ Սա ամբողջ ընթացքում այս հարցը բաց է մնացել։ Այսինքն սա որպես մահվան պատճառահետևանք չկա եւ հետազոտված չէ փորձաքննությամբ։ Ավելին, դեպքի հանգամանքների մեջ որպես ելակետային տվյալներ փորձագետին քննիչի կողմից չի տրամադրվել անգամ դեպքի ըստ նախաքննության տվյալները, ժամերը, գործի որևէ նյութ, վկաների ցուցմունքներ, գրավոր ապացույցներ եւ այլն։ Փորձագետը անգամ հստակ չի նշում դիակային բծերի վերականգնման կամ ամբողջական անետացման մասին, թե գունաթափման վերաբերյալ կամ ինչ սարքով է չափել րոպեները ինչ սարքի միջոցով է ստուգվել, ինչ լույսի տակ եւ արդյոք կարող էր սա մոտավոր ժամանակահատված լինել, քանի որ ուղիղ աղիքի մեջ ջերմաչափի մասին նշում անգամ չկա։ Ավելին դիակի նկարներից պարզ չէ, որ երկու ձեռքերով սեղման գործողություն է, սա առհասարակ։ Տղամարդու ձեռքերի հետքեր առկա չեն, որը սովորաբար մնում է դիակի վրա։ Կոկորդային հատվածի հետքերը նման են պարանով սեղման եւ այն էլ
հետևամասից եւ հետքերը աջ հատվածում են արձանագրվել, այսինքն կարծես տպավորություն է, որ հետևից դեպի աջ հատվածը սեղմում լինի, բայց ոչ երկու ձեռքերով։ Ավելին, նույնիսկ փորձագետին չեն տրամադրվել մեղադրյալի ֆիզիկական տվյալները համադրության համար։ Եթե մի փորձագետ չգիտի գործողություն կատարող նովա, ինչ է արձանագրում։ Երբ որ մենք նույնիսկ դիակի հետևամասում ունեինք հետք, բոլորդ հետազոտել եք, գիտեք ինչի մասին է։ Հարկ է նշել, որ չլինելով մասնագետ նկատում եմ մի քանի հետքեր դիակի վրա առկա են, որոնց վաղեմությունը անգամ փորձագետը սխալ է որոշել, կամ առհասարակ չի որոշել, քանի որ դրանք հակասության մեջ են մտնում մյուս քերծվածքների եւ վնասվածքների նկարագրած գույնի հետ, դրանցից մի շարքը նկարագրված է, որ կապտա բոսորագույն արնազեղումներ են, իսկ մնացածը կամ մուգ կարմիր կամ կապտա մանուշակագույն, այսինքն անպայման չի, որ մենք բոլորս լինենք փորձագետ, որ հասկանանք, որ այս գույները տարբեր բաների մասին են։ Բոլորս էլ ունենում ենք մարմնի վրա կապտուկներ, դրա գունային գամաները ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել է, բոլորիս մարմնի վրա տեղի է ունենում։ Եվ սա ասել, որ այս բոլոր վնասվածքները այդ օրվա գործողության արդյունքում են, սա իրականում իրավաբանություն չէ եւ բժշկություն չէ։ Ավելին նշված է փորձագետի կողմից, ես առհասարակ պատվարժան դատարան չեմ տեսել սպանություն, որ մեկ փորձաքննությամբ ավարտվի, ընդհանրապես պրակտիկայում չեմ տեսել։ Ավելին նշված է փորձագետի կողմից, որ արձանագրվել է սպիտակավուն փրփրային արտադրություն։ Չնայած դատարանը ինձ համոզում էր, փորձում էր համոզել, որ այդ նկարը հեռվից թեկուզ երևում է, բայց այդպիսի տպավորություն նկարներից հեռավորություն թողնողը ինձ մոտ չտվեց, որովհետև ավելի մոտ հատվածից մենք դա չենք արձանագրել։ Այսինքն դիակի դեմքի վրա ավելի մոտ հատվածից անմիջապես լուսանկարահանում է տեղի ունենում, մենք դա չենք արձանագրել։ Որը ոչ միայն տեսանելի չէր նկարներում, այսինքն փաստացի չկա, այլև փակ բերանի, այն էլ լեզուն ատամների ետևում լինելու պարագայում, պարզ չէ, թե դա ինչպես է արձանագրվել։ Թիվ 0.17 փորձագետի կարծիքի համաձայն Նարեկ Սարգսյանի մոտ փորձաքննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Մինչդեռ դիակի աջ ձեռքի ափի մեջ, եթե դա ասում ենք վարիկոզ հիվանդություն չի, եթե դա ասում ենք անմիջապես մայից հետո հետևանքի հետ կապտուկը, ապա այս հատվածում ներսից պարզ երևում է կապտուկ, միայն պարզ չէ վաղեմությունը, լավ կապույտ է, որը տպավորություն է, որ կամ հարվածել է իրեն կյանքից զրկելու ընթացքում, կամ դա Արսեն Մինասյանի կողմից իրեն խալաթիթելով խեղտելու, հակադրվելու արդյունք է, կամ ինչպես մեղադրյալն է պնդում, ունեցել է վարիկոզ հիվանդություն, որը կրկին փորձագետի կողմից չի ուսումնասիրվել, այսինքն նկարը կա, եզրակացության մեջ դրա նշումը չկա։ Թիվ 22-10-56 փորձագետի եզրակացությամբ դատա նյութագիտական, դատա հետքաբանական եւ դատա կենսաբանական համալիր փորձաքննության արդյունքում արձանագրվել է մանրաթելային մաս, կատարված մանրադիտակային հետազոտության արդյունքում պարզվեց, որ փորձաքննությանը տրամադրված Տաթևիկ Աբրահամյանի եղունգների վրա եւ դրանց տակի պարունակություններում որևէ գործվածքի մանրաթել հետազոտության պահին չի հայտնաբերվել։ Այսինքն մի պարագայում ասում ենք, որ Նարեկ Սարգսյանը սպանել է կնոջը, հպվել է, բայց ասում ենք տուժողը, որը խեղտելու արդյունքում իր ռեֆլեքսներով ուղղակի չէր կարող չդիմադրել, գործողություն չաներ, եղունգների տակ որևէ բան չի հայտնաբերվում, չի կարող տենց բան լինի։ Սա ուղիղ համընկնում է Արսեն Մինասյանի այն ցուցմունքին, որ խեղտելու գործողությունը եղել է հետևից, որպեսզի չկարողանա որևէ գործողություն անել, այսինքն դա երկու ձեռքերով խեղտելու մասին չի։ Ես չեմ կարողամ սենց դիմացից որևէ գործողություն անեմ խեղտելու։ Ես հետևից կարամ պարանով քաշեմ։ Սա խնդրում եմ հաշվի առնել։ Այսինքն եղունգների տակ ոչ թե նարեկից թողնված հատկանիշները չեն արձանագրվել, այլ որևէ բան չի արձանագրվել։ Ավելին, Նարեկ Սարգսյանի բոլոր վերաբերելի հագուստները եւ խուզարկությամբ արգրաված, այդ թվում իր իսկ վրայից համվածը, որոնք ունեցել են նույն թելային կազմը եւ բոլորը
միմյանց հետ եղել են մեկ փաթեթում եւ կարծում եմ դրա պատճառով է, որ արձանագրվել է տուժողի հագուստի հետ, կարող էին կապված լինել կամ առաջանալ նույն թելից, արձանագրվել է, որ նույն թելից էին կամ արկա է տուժողի հագուստի հետ մանրաթելային համընկնում։ Ինչ ասացին փորձագետները։ Ասացին, որ նույնիսկ այն պարագայում, որ երեխային գրքից գիրք փոխանցեն, ուղիղ նույնիսկ հարց հնչեց, արդյոք այդ դեպքում արձանագրվելու քանակական առումով կարող էինք ասել շատ է մնում հետքերը թե քիչ, ասացին, որ դրա գիտական հնարավորությունը չկա։ Բայց այն, որ երեխայից կարար փոխանցվեր, դա շատ տրամաբանական է, որի մասին փորձագետները փաստեցին։ Եվ չմոռանանք էլի, որ ամուսինների հետ գործ ունենք, մի վայրում լվացք ա եղել, իրար գրկել են, սիրել են եւ դա է փաստում հենց աղջկա հղիությունը։ Տուժողի շապիկը օգտագործված է, արձանագրվել է հնամաշ, ինտենսիվ աղտոտված, պատված փոշենման եւ բորբոսանման նյութի հետքերով, որը մեղադրյալի հագուստի վրա ուշադրություն չի արձանագրվել։ Հստակ սա նաև արձանագրվել է թիվ 100 փորձագետի եզրակացությամբ, մոլեկուլային գենետիկական փորձաքննության նկարագրական հատվածում նույնպես։ Արձանագրվել է տուժողի վերնազգեստի վրա տարբեր տեղերում կամ բորբոսապատ հետքեր, որոնք պիտանի չեն գենետիկական նույնականացման համար։ Վարտիկը նույնպես եղել է բորբոսապատ։ Պաշտպանական կողմը մշտապես պնդել է, վիճարկել է նաև այս հանգամանքը, որ այդ հագուստը տուժողին հագցրել են արհեստական, քանի որ այդքան աղտոտված եւ բորբոսապատ հագուստ ուղղակիորեն չէր կարող տուժողը հագնել, հատկապես որ ուներ մանկահասակ երեխա, այսինքն մաքրության առումով պետքա լիներ, եւ ես վստահ եմ, որ եղել է շատ ուշադիր։ Թիվ 100 փորձաքննության եզրակացությունը, որով եւ այս ամենը Նարեկ Սարգսյանի հագուստի վրա չի արտացոլվել։ Խուզարկության ժամանակ ուշադրություն դարձրեք, որ չի հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի բնակավայրում անմիջապես խուզարկության ժամանակ այն ամենը, այն բոլոր իրերը, որոնք փաստվեց եւ Արսեն Մինասյանի ցուցմունքով, որ իր մոտ են որոշակի իրեր, եւ Նուրե Մխոյանի տանից անհետացած իրերի բարձրաձայնման մասով։ Այսինքն Նարեկ Սարգսյանի բնակավայրում, Նարեկ Սարգսյանի մոտ որևէ նման բան չի արձանագրվել։ Թիվ 100 փորձաքննության եզրակացությունը, որով փաստվել է, որ փորձաքննությանը ներկայացված քրեական գործի թիվ 14, 10, 58, 22 երկու հատ կիսաթև վերնազգեստ, կապույտ եւ սև գույնի երկու հատ մոխրագույն տապատ, մակագրության փաթեթներում արկա երկու սպորտային անդրավարտիկներից եւ երկու վերնաշապիկներից, 14, 10, 52, 22 Նարեկ Սարգսյանի ներքնաշորը, մակագրության փաթեթներում արկա վարտիկից, ինչպես նաեւ Նարեկ Սարգսյանի հագից եղած հագուստները, մակագրության փաթեթներում արկա կիսաթև վերնաշապիկի, օծիքի հավանական քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները 99% հավանականությամբ համընկել են միմյանց եւ առաջացել են մեկ սեռի անձից։ Փորձաքննությանը ներկայացված սև սուրճի, բաժակից, Տաթևիկ Աբրահամյանի դիակի, աջ եւ ձախ ձեռքերի եղնգային կոտրվածքների եղնգային պարունակություններից, ինչպես նաեւ 14, 10, 58, 22 քրեական գործի Տաթևիկ Աբրահամյանի հագուստները, մակագրության փաթեթներում արկա սպորտային անդրավարտիկի դարձերեսին նկատվող դեղնավուն հետքերի անջատված ԴՆԹ-ները 99% հավանականությամբ համընկնում են միմյանց, առաջացել են իգական սեռի մեկ անձից եւ միևնույն ժամանակ 99% հավանականությամբ համընկնում են Տաթևիկ Աբրահամյանի դիակի արյան նմուշից անջատված գենետիկական բնութագրի հետ։ Սակայն դրանք չեն համընկնում վերը նշված Նարեկ Սարգսյանի հագուստներից անջատված արական սեռի ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ։ Եվ Նարեկ Սարգսյանի հագուստների վրա տուժողի արյան հետքեր չի հայտնաբերվել։ Փորձաքննությանը ներկայացրած սպիտակ սուրճի բաժակից անջատված իգական սեռի մեկ անձի պարունակող ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը չի համընկնում Տաթևիկ Աբրահամյանի բնորոշ գենետիկական բնութագրի հետ, բացառվում է դրա ծագումը Տաթևիկ Աբրահամյանից, այն թողում է մեկ այլ իգական սեռի անձից։ Սա պարզեցինք, այդպես էլ չպարզեցինք։ Հետևաբար այն չի համընկնում նաև վերը նշված Նարեկ Սարգսյանի հագուստներից անջատված արական սեռի ԴՆԹ-ից գենետիկական բնութագրի հետ։ Ավելին փորձաքննության արտաքին զննության արձանագրած
Աչից վերին, կոպի ներսային կեսում արկա, 1-ից 0.7 սանտիմետր չափերի կապտաբոսորագույնի առնազեղումը, ականջախեցու արտաքին մակերեսին արկա, 0.5-0.2 չափերի քերծված, ձախ նստատեղի վերին դրսային եզրին արկա, 2.5-ից 2 սանտիմետր չափերի դժգույն կապտամանուշակագույնի առնազեղումը, աջ բազքի առաջնաներսի մակերեսին արկա 1.5-ից 1 սանտիմետր չափի դժգույն բոսորագույնի առնազեղումը, ձախ դաստակի թիկնային մակերեսին, 3-րդ և 4-րդ դաստակի մատային հոդերի միջնամասում արկա 1.0.9 չափերի դժգույն կապտա բոսորագույն առնազեղումը, աջ կոնքային հոդի դրսային մակերեսի արկա 2-ից 1.5 չափերի կապտամանուշակագույնի առնազեղումը, աջ ազդրի ներսային մակերեսի 1.2-ից 1 չափերի առնազեղումը, աջ սրունքի առաջնադրսային մակերեսի արկա 0.9-0.7-ի քերծվածքը և աջ ոտնաթաթի մակերես արկա 4.5-4 չափերի դժգույն կապտամանուշակագույնի առնազեղումը փորձագետի կողմից կից իր եզրակացության լուսանկարներում արկա չեն, ուշադիր նայեք։ Ավելին, լուսանկարներում կան հետքեր, որոնք չի արձանագրվել արտաքին զննությամբ, այսինքն իմ կողմից բարձրաձայնված այդ փորձագետի եզրակացության մեջ նմուշները դուք լուսանկարներում չեք տեսնելու։ Նույնիսկ հակասությունները այնպիսին են, որ մանիկենի վրա դրանք մեկ առ մեկ արձանագրել ենք ու դատարանը դա հետազոտել է։ Ուստի հարց է առաջանում, արժանահավատ է արդյոք այսպիսի հակասություններով դիակի դատաբժշկական փորձաքննությունը։ Երբ այդ եզրակացությունը չունի ելակետային տվյալներ, անգամ դեպքի վայրի զննությունը չի տրվել։ Մենք բոլորս գիտենք, որ սպանության հատկանիշներ պարունակող դիակի հայտնաբերման դեպքում միշտ չէ, որ պարզ է լինում, թե արդյոք տեղի է ունեցել սպանություն, թե հանցավոր գործողությունն ուղղված է եղել այլ օբյեկտի, որի հետևանքով առաջացել է անձի մահը։ Ինչը մեր պարագայում հաշվի առնելով, որ դեպքի վայրից իրեր են բացակայել, նույնիսկ հստակ չէ, դա է արդյոք դեպքի վայրը պատվարժան դատարան։ Եվ դրա մասին միայն այս դատարանում պարզ դարձավ, երբ հստակ լսեցինք վկաներին։ Եվ տվյալ փորձաքննությունից պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է կատարվել շնչահեղձության գործողությունը։ Արդյոք տուժողին հենց անկողնում են խեղդել, թե այլ վայրում, հետո տեղափոխել են անկողնու վրա։ Նաև հաշվի առնենք, որ դեպքի վայրի զննության նկարներում հյուրասենյակը թափթփված է, իսկ անկողինը քանդված վիճակում։ Անգամ ներքնակը երևում է, քանի որ սավանը բարձրացված է, ինչը պարզ չէ, կամ դեպքը իրականում տեղի է ունեցել հենց անկողնու վրա, եւ դա նշանակում է, որ մահը չէր կարող վրա հասնել մեղադրանքում նշված ժամերին, քանի որ անկողինը քանդված էր։ Այսինքն դա ուշ ժամի մասին է վկայում, երբ տուժողը պատրաստվել է քնել, կամ էլ այլ վայրում դեպքը տեղի է ունեցել եւ անկողնու այդ վիճակը վկայում է գողոնի հայտնաբերման ուղղությամբ հանցավորի գործողությունների մասին, օրինակ գումար փնտրելու։ Եվ այն իմ հարցը, որ խալաթ չկար, չի հայտնաբերվել, հանրային մեղադրողը իհարկե իր ճառում անդրադարձավ դրան, բայց ես մարտավարական հարց եմ տվել, ուշադիր նայեք նկարների մեջ։ Իմ գործընկերն արդեն ճառել է այդ մասով։ Խալաթանման հագուստ կա։ Մեկ այլ բան է, որ դեպքի վայրի զննությունը պատշաճ չի կատարվել եւ պատշաճ արձանագրություն չկա։ Պատվարժան դատարան տվյալ գործը այն աստիճան թերություններ ունի, որ անգամ դեպքի վայրից չեն վերցվել կոշիկների ներբանների հետքեր, որից նույնպես պարզ կդառնար, թե դեպքը ում կողմից է եղել եւ որտեղ է այն տեղի ունեցել։ Փաստացի պաշտպանական կողմից վիճարկվում է առհասարակ այն, որ իրականում մահը երբ է վրա հասել, քանի որ մահվան փաստացի օբյեկտիվ տվյալները հենց իրենց իսկ փորձաքննության եզրակացությամբ այն մասին չէ, որ մահը վրա է հասել ժամը 21:15-ից 11:20-ը ընկած հատվածում։ Չպետք է մոռանանք, թե նույն դատաբժիշկ Ադամյանը իր կողմից տրված մահվան թիվ 0-23 վկայականում արձանագրել է, որ դեպքը տեղի է ունեցել մեղադրանքում նշված օրը, տեղի չի ունեցել մեղադրանքում նշված օրը, այլ 05/05/22 թվականի ժամը 00:00-ին։ Բայց ինչպես ստացվեց, որ Նարեկ Սարգսյանը դարձավ մեղավոր։
երբ այդ ժամին փաստացի եղել է գյուղ Մարմարաշեն։ Ուստի մեղադրանքը ապօրինի է, քանի որ մահվան վկայականը պաշտոնական փաստաթուղթ է, որը հաստատում է մահվան օրը եւ ժամը։ Այսինքն ձեր սեղանին դրված է գործ, որտեղ դատաբժիշկը ասում է մահվան վկայականի եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ մահը վրա է հասել 12-ից հետո առհասարակ դեպքը 05/05/22 թվականին արձանագրում նույն Ադամյանը ստեղ բերել են ասում են չէ այս տեմպերով այս դեպքը կարող տեղի ունենար 19 թվականին միայն Նարեկ Սարգսյանը լիներ որևէ տեղում տեսախցիկի մեջ արձանագրված Ավելին, դիակի դատաբժշկական փորձաքննությունը այս մարդուսով արդեն իսկ հիմնավոր անարժանահավատ է։ Դատաբժշկական փորձաքննությունը կարող է վիճարկվել, եթե կարելի է հիմնավորել փորձագետի եզրակացությունը առանց բավարար հիմնավորման, կամ օգտագործվել է չէ հիմնավորված մեթոդիկա, կամ փորձաքննությունը կատարել են ոչ պատշաճ պայմաններում, կամ չի պահպանվել գործընթացի անկախությունը։ Եվրոպական դատարան նախադեպ Բոնիշ ընդդեմ Ավստրիայի 1985 թիվ։ Փորձագետը գործել էր փաստացի որպես մեղադրող կողմի ներկայացուցիչ, ինչի պատճառով խախտվել էր կողմերի հավասարությունը։ Ընդհանրապես փորձագետի եզրակացությունը ապացույցի մյուս տեսակների նման պետք է վստահություն ներշնչի եւ ասել, որ մենք չենք կարող մտնել գիտության մեջ, այդպես չի պատվարժան դատարան։ Եվ այդ տեսակետը բոլոր դատավորները չի որ կիսում են, որը կարող է ապահովել միայն հետազոտման ընթացքի, շարադրման, պարզության, մատչելիության, ինչպես նաև հետևությունների գիտական հիմնավորվածության, արժանահավատության եւ փաստարկվածության դեպքում։ Փորձագետի եզրակացության գնահատման հարցում հատկապես կարևոր նշանակություն ունի գնահատող սուբյեկտի մոտ ներքին համոզմունքի ձևավորումը։ Մասնագիտական գրականության մեջ ներքին համոզմունքը դիտարկվում է որպես ապացույցների գնահատման մեթոդ, հնարք, սկզբունք, որպես գնահատման չափանիշ, կամ արդյոք մանրամասն տես, նովիկ կրիմինալիստիկ հետազոտությունների հատուկ թեորիա եւ պրակտիկա եմ ներկայացնում, որի հղումը ես փոխանցելու եմ, դուք կարող եք հետազոտել 2005 թվականին է տեղի ունեցել, էջերն են 354-ից 365։ Այս տեսանկյունից հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը Ավագյանի եւ Սահակյանի գործերով 14 թվականի հոկտեմբերի 31-ին ԵԿԴ 0252 0113 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն վարույթ իրականացնող մարմինների ներքին համոզմունքը դիտարկում է որպես ապացույցների բավարարության որոշման չափանիշ։ Այնուհետև վերը նշված մոտեցման համատեքստում Արայիկ Խաչատրյանի գործով 19 թվականի մարտի 27-ին ԿԴ 100060114 որոշմամբ մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է ապացույցի առանձին տեսակը փորձագետի եզրակացությունը գնահատելու խնդրին։ Նշված գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հանգում է նրան, որ փորձագետի եզրակացությունը արժանահավատության տեսանկյունից գնահատելիս վարույթ իրականացնող մարմինը ի թիվս այլի պետք է հաշվի առնի օրենքով փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջների պահպանվածությունը։ Փորձագետի եզրակացության կատարված հետազոտությունների ողջ ընթացքը, արդյունքները պետք է շարադրվեն ամբողջական եւ հնարավոր չափ մանրամասն կատարված հետազոտությունների հետևությունների միջև պետք է առկա լինի տրամաբանական կապ, բացառվեն իմաստային հասկացությունները։ Միայն այդ դեպքում վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա հասկանալ հետազոտության էությունը եւ պատշաճ գնահատել դրա արդյունքները։ Միևնույն ժամանակ Այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը չի համապատասխանում նշված պահանջներին, օրենսդիրը հիմք ընդունելով փորձագետի եզրակացության որպես որոշակի հանգամանքներ հաստատելու համար թույլատրելի ապացույցի անփոխարինելիությունը, վարույթ իրականացնող մարմինը օժտել է այդ պահանջների պահպանումը, ապահովելու այնպիսի լծակներով, ինչպիսիք են լրացիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակել է, փորձագետին հարցաքննելը։ Մասնավորապես հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող եւ այլն։ Այսինքն հիմա քննիչը տեսնում է, որ փորձագետն ասում է եւ ես վիճարկում եմ, դրա արդյունքում կանչում է փորձագետին հարցաքննում է, որ ես ասում եմ մահը վրա չի հասել մինչեւ ժամը 12-ը, կանչում է, բայց հաշվի չի առնում, որ այդ նույն բժիշկը ասում է ձեր դեպքը տեղի է ունեցել գիշերը 05:22 եւ այդ պարագայում Մենք միջնորդում ենք, որ լինի լրացիչ փորձաքննություն,
որևէ գործողություն չեն անում։ Իսկ որտեղ է դատախազի կողմից հստակ գործողությունը Ադամյանի նկատմամբ։ Փաստաթուղթը պետական փաստաթուղթ է, որի մասով անգամ առարկություն չենք լսել։ Որտեղ է համապատասխան կեղծիքը, եթե մեղադրանքում ամսի 4-ն է դեպքը, բայց ինչի է իրենց կողմից տրված փորձագետը մեզ ասում դեպքը տեղի ունեցել ամսի 5-ին։ Ավելին, մինչև հիմա պնդում են, որ տուժողի հեռախոսը իբրև թե գտնվում է մեղադրյալի մոտ։ Սակայն կրկին, հենց հեռախոսահամարների զննության արձանագրություններում հստակ երևում է, որ նույն ժամին վայրկյանների տարբերությամբ Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքները սպասարկում են X վայրում, իսկ տուժողը մեկ այլ վայրում։ Եվ ավելի հետաքրքիր է, որ հենց այն պահին, որին պաշտպանյալը գտնվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այդ ժամանակ 05/05/22 թվականին ժամը 23:05:26-ին 41:10:01 հեռախոսահամարը սպասարկել է Երևան քաղաքի Սասունցի Դավիթ 87 ժամը 23:06:00-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ 13 ժամը 23:07:16-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ 13 ժամը 23:08:43-ին, Երևան Խորենացի 112 ժամը 23:10:47-ին, Երևան Չարենց 76 ժամը 23:13:23-ին, Երևան Միասնիկյան 4 կոտորակ 29 թունել։ Բայց ասում էին ամբողջ նախաքննության ընթացքում Նարեկ Սարգսյանի մոտ է հեռախոսը։ Հանրային մեղադրողը իր ելույթում պնդում էր, որ իբրև Նարեկ Սարգսյանը հեռախոսը ձեռքին մտել է եւ դուրս է եկել շքամուր, եւ այն պարագայում, որ նման զննության արձանագրություն չկա։ Անձի նույնականացում տեղի չի ունեցել։ Տվյալ ենթադրյալ ապացույցը չի հետազոտվել, այն հանրային մեղադրողի կողմից չի լրացվել, չի ներառվել մեղադրական եզրակացության մեջ, կամ դատախազի կողմից ցանկացած հայտարարություն պետք է բխի դատավարական կարգից, մի պարզ պատճառով, որ վերջինս ունի հստակ լիազորություններ ի տարբերություն պաշտպանական կողմի դատավարական ազատությանը։ Ավելին, ըստ զննության արձանագրությունների Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը ժամը 21:26:15-ին եղել է Խորենացի, իսկ տուժողի հեռախոսը եղել է 21:27:42 Տիգրան Մեծ, 20 կոտորակ 2։ Կրկին Նարեկը գտնվել է 21:34 Նարդոս, իսկ տուժողը 21:34-ի, կրկին Տիգրան Մեծ, 20 կոտորակ 2։ Նարեկը գտնվել է 21:34, 21:37 Չարենց, տուժողը կրկին Տիգրան Մեծ, 21:37, Տիգրան Մեծ, 20 կոտորակ 2։ Ասում էին իրար հետ քայլել են, չեն քայլել։ Նարեկի հեռախոսը գնում է, տուժողինը մնում է նույն հասցեում, սա իրար հետ քայլելու մասին չի։ Ամեն ինչ հորինելով չի, ենթադրելով չի։ Վերջը մի մարդու կյանք ենք որոշում։ 08/04/25 թվականին դատական նիստի ժամանակ ներկաներից մեկը Արսեն Մինասյանը կանգնեց եւ ձեզ, պարոն Յուզբաշյան, բառացի ասեց. Պատվարժան դատարան, թույլ կտակ ես գործի վերաբերյալ կարևոր բան ունեմ ասելու։ Դատավորը թույլ չտվեց, որպեսզի խոսի, նա կրկին կանգնեց պատվարժան դատարան, խնդրում եմ գործի վերաբերյալ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Դատավորը պատասխանեց, որ չի կարելի եւ ասեց, որ գործի վերաբերյալ բան, եթե ունեք դիմումով հայտնեք։ Եվ այդ պահին Արսեն Մինասյանը ասեց դիմումով չի լինում։ Դատավորը պնդեց, որ նստի, քանի որ սանկցիա կկիրառվի, եւ այդ ընթացքում Արսեն Մինասյանը ասեց խնդրում եմ շատ կարևոր ինֆորմացիա ունեմ ձեզ տալու եւ այդ պահին դատավորը ինքնությունը պարզելով կիրառեց սանկցիա, որից հետո Արսեն Մինասյանն ասեց. ես չեմ հեռանա, մինչեւ ես չարտահայտվեմ, պարոն դատավոր։ Այդ սպանությունը ես եմ արել, պարոն դատավոր։ Մենք ամեն օր չի, որ կարանք տեսնենք, որ մարդը կարա այսպիսի հնչեղություն ունեցող գործով կողմերը պնդում են, որ դատավարության ընթացքում ներկա գտնվող անձի կողմից արվի այսպիսի հայտարարություն։ Այն պարագայում, որ այն ճնշումները, որը եղել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ, մյուս կողմի ծնողների կողմից, այդ թվում այն աստիճան, որ
Իմ 13 տարվա մեջ սա միակ դեպքն է, որ իմ վրա բողոք են գրել, որ ես նորմալ պաշտպանություն չտանեմ եւ այդ բողոքը արձանագրվել է փաստաբանների պալատում, այդ պարագայում գտնվի մեկը, ով կանգնի ասի ես եմ սպանել ու պատրաստ եմ այդ ամեն ինչի մեջով անցնել։ Այս մարդիկ ապրում են գյուղում։ Գյուղում բարքերը այլ է։ Բոլոր խոսակցությունները շատ արագ են տարածվում։ Նման հայտարարություն անողը հասկանում է դրա հետևանքները։ Մենք շատ բաներ դատարան չենք բերել, բայց մենք լսել ենք այնպիսի խոսակցություններ, որ իբրև, ես ներողություն եմ խնդրում, մենք ինչ լսել ենք, ես դա եմ ասում, իբրև բացվել են փողի տոպրակներ, ամեն ինչ արվելու է, որ Նարեկ Սարգսյանը պետքա դատվի, ու հայտնվում է այդ նույն գյուղից մեկը, որը երկկողմանի բարեկամական կապի մեջ է, ու ասում է ես եմ սպանել, ու դա ուղղակի գնահատենք, որ դա մեր կողմից սարքած ինչ-որ բան էր, որը պարբերաբար բոլորի կողմից բարձրաձայնվում է սենց տողատակով։ Օպերատիվ հետախուզական գործողությունները փաստել է, որ մենք առնչություն չենք ունեցել, հակառակ դեպքում հիմա դրանք վրա կհասնեն։ Վկան դատաքննության ընթացքում նկարագրեց, որ հետո ապտակել եմ, ես հակիրճ կլնեմ այդ մասով, որովհետև վերաբերելի հատվածն է մեզ պետք, որ կամաց խոսա, մի գոռա, անընդհատ ինձ ասում էր Նարեկին ասելու եմ, ինքը ֆրաց, որ դեպի դրան կողմը գնար, ձեռս գցում եմ, որ սենց բերանը փակեմ, դեմքը բանա լինում, վնասվում է, Տաթևի ժամացույցից, դեմքը վնասվում է Տաթևի, ժամացույցից պատճառով դեմքը վնասվեց, ունեն ստացվավ, որ այդ խալաթով ոնց որ դնեի իրա բերանը փակեցի, նենց անեի, որ ձեն չգար։ Այդ խալաթի վրա մի հատ սենց պարանի նման բան կար, թե չգիտեմ ոնց ստացվավ, ընկավ ձեռս դեպի իրա վզով։ Դիրքը կնկարագրեք այդ գործողության հարցահանչում։ Ինքը իմ ձախ կողմում է եղել, այսինքն տուժողը ձեր դիմացն է եղել, դիմացը չի եղել, փորձել է դուրս վազի, որ բղավի, օգնություն կանչի, ես այդ պահին բռնել եմ, որ դուրս չգա, ինքը գնահատվում է, ինքը գնում է իմ ձախ կողմում, գտնվում է իմ ձախ կողմում, ձեռքը գցում եմ այդ խալաթի վրա, որ բռնում եմ դրանով, փորձել եմ ձենը կտրեմ, խալաթն է գրից հել է, ընկել է գետնին։ Պատվարժան դատարան իմ տեսողությունը արդեն շատ վատ վիճակում է, թե հնարավոր է կամ հետաձգենք կամ ընդմիջենք։ Այո։ Կարանք շարունակենք։ Այսինքն տուժողը ձեր դիմաց է եղել, դիմացը չի եղել, փորձել է դուրս վազի, որ բղավի օգնություն կանչի, ես այդ պահին բռնել եմ, որ դուրս չգա, ինքը գտնվում է իմ ձախ կողմում, ձեռքը գցում եմ, որ խալաթով, որ բռնում եմ, դրանով փորձել եմ ձենը կտրեմ, խալաթն է վրիցել է, ընկել է գետնին։ Մեր խնդիրը ոչ թե նախաքննություն անելն է, հարգելի իրավաբաններ, եւ պարզել սուտ է ասում, ճիշտ է ասում, ինչ է ասում, այլ պարզելը թե վկայի որ ասածն է ճիշտ կամ սխալ, հասկանալ սպանության ձևը իրականում կարող էր լինել այդպիսին, ինչպիսին վկան նկարագրում է։ Այսինքն, եթե մենք հարային մեղադրողը ասում է, որ օրինակ վկան այսքան բանը սուտ է ասում, նախ պետքա գնահատենք, այդ վկան գիտակցում է, չէ, որ վաղը իրեն պաշտպանություն է անհրաժեշտ լինելու, հատկապես որ նախկինում դատապարտված սուբյեկտի հետ գործ ունենք։ Ինքը հասկանում է, որ սենց մի թեթև գցել եմ, չէի ուզում անեի, թել ընկա, որ բերանը փակեի, այդպիսի արտահայտությունները
գնահատման էին ենթակա, աչից ա եղել, ձախից ա եղել, դիմացից ա եղել, կողքից ա եղել, դրանք կարող է դատարանը գնահատել այդ վկայի ցուցմունքի արժանահավատությունը այն պարագայում, եթե տվյալ գործի նյութերը օբյեկտիվորեն խոսեին նրա մասին, որ մեղադրյալը ինքն է։ Այսինքն, այն աստիճան խոսեին, որ հիմնավորվեր, որ երկու ձեռքերով խեղդելու գործողություն չունենք, այսինքն բոլորը լիներ փաստարկված։ Այդ պարագայում միայն կարող ենք Արսեն Մինասյանի ցուցմունքները գնահատել արժանահավատության տեսանկյունից, համակցության մեջ այլ ապացույցների հետ։ Այս պահին միայն կա կանխավարկած, որ հայտարարվել է, որ մեկ այլ անձ կատարել է գողություն, այնուհետև սպանություն, եւ Նարեկ Սարգսյանը մեղավոր չէ։ Ուստի գնահատել առանձին, դա ուղիղ ասել է, թե անել նախաքննություն տվյալ վկայի մեղավորության մասով։ Այդ որդը դատարանին ուղեկցելու է որոշում կայացնելու ընթացքում։ Ինչ է արձանագրվել դիակի դատավշկական փորձաքննությամբ։ Այսա համադրության մեջ կարանք նայենք վկայի ցուցմունքի հետ։ Բազմաթիվ քերծվածքներ, ասում էր, որ որոշակի գործողություններ ա եղել, բայց ոչ մատնահետքեր, այսինքն ստրանգուլյացիոն ակոսներ։ Հիմա ինչ է ակոսը։ Մենք գիտենք, որ ակոս տեսնում ենք։ Բոլորս էլ այդ ակոսը տեսնում ենք։ Ինքը գրով է կոչվում, երբ է առաջանում։ Առաջանում է, երբ լինում է մետաղալար, շղթա, գոտի, ճարմանդ, շարֆ, պարանոցի շուրջ ակոս, շարունակական ուղիղ կամ թեք հետևանք, կապտուկներ, սառը փաթաթված մաշկի գծեր, մազերի արանքում ֆիզիկական հետքեր, ձեռքով մատներ, ափեր, հիմնականում ակոս չկա։ Սա նույնիսկ կարակ արհեստական բանականությանը հարց տակ ու խնդիր դնեք։ Ասեք ակոսը երբ է առաջանում, ձեռքերով խեղդելու պարագայում ինչ պատկեր է ունենում։ Եթե անգամ որևէ դատաբժշկի հետ չեք ուզում հարաբերվել, ապա ամբողջ աշխարհի ինֆորմացիան գալիս է։ Չի կարա ակոսը լինի մատերով խեղդելու արդյունքում։ Իսկ ակոս, եթե որևէ մեկի մոտ մութ է մնացել, ոնց է առաջանում, ճմլում կատարեք թելով ձեր ձեռքի վրա ու կտեսնեք։ Ինչ կարող է լինել նաև ձեռքով խեղդման դեպքում, ներքին հետքեր, արձանագրվել է ոչ, մկանային մանրայունազեղումներ, տենց է կոչվում, մանր արնազեղումներ, լարկսի, շնչափողի, տրախեայի այտուց կամ վնաս, արտաքին հետքերը, կապտուկներ, մատների տեղում, աչքի կամ դեպքի կետային արնազեղումներ, չունենք։ Մաշկի մակերևութային քերծվածքներ, երբ եղունգները առկա են, ձեռքով խեղդում, լինում է այն ժամանակ, երբ հանցագործը սեղմում է զոհի պարանոցը իր մատներով և ափերով։ Այդ ժամանակ հիմնականում վնասվում են կոկորդի և տրախեայի հատվածները, լեզվի ոսկորը, կոկորդին զարկերակները և վեգուս նյարդը, մահը կարող է վրա հասնել շնչահեղձությունից, արյան շրջանառության խանգարումից կամ նյարդային ցնցումից։ Եթե զոհի պարանոցը ծածկված է եղել հագուստով, շարֆով կամ մազերով, մատնահետքերը չեն պահպանվում։ Բայց մենք եկեք չմոռանանք, որ տանն է եղել եւ ինչ շարֆ ու չգիտեմ ինչի մասին կարող կամ թեկուս սենց բարձր ինչ որ հագուստ լինի, վադալասկա ասվածը։ Շնչափողը կազմված է բարակ աճառային օղակներից։ Մատանիաձև աճառ ամենաուժեղ աճառն է, գտնվում է վահանաձև աճառի տակ։ Այսինքն դա նույնպես պետք է կոտրվեր, մենք նման արձանագրություն չունենք։ Ենթալեզվային ոսկոր, փոքր նուրբ ոսկոր է, գտնվում է վերևում լեզվի հենց անմիջապես հիմքում, որը կրկին չի կոտրվել։ Լարինգի շրջան, մկաններ, հյուսվածքներ։ Նման արձանագրումներ չկա, որոնք վնասված են։ Ինչ է լինում ձեռքերով խեղդման դեպքում, կոտրվում է ենթալեզվային ոսկորը կամ մատանիաձև աճառը։ Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ շնչափող և մատանիաձև աճառները ենթալեզվային ոսկորը ամբողջական են։ Հետևաբար անհրաժեշտ է հասկանալ արդյոք խալաթի պարանով խեղդման հետ գործ չունենք։ Արդյոք մահը վրա է հասել խեղդելու արդյունքում։
Փաստացի միայն այն, որ Նարեկ Սարգսյանը զանգահարում է եւ չափազանց հուզված ձևով կանչում է շտապօգնություն, անկախ դրա բովանդակությունից, կապ չունի ինչ ենք մեջը լսում։ Սա հիմնավորում է, որ մահը վրա է հասել ժամը 00-ից հետո, ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե մեղադրանքում նկարագրած ժամանակահատվածը։ Այսինքն մեկ արձանագրում, մահվան վկայական Ադամյանն ասում է դեպքը 0522, մեղադրանքի հիմքում է, շտապօգնության ձայնագրություն մեղադրանքի հիմքում է, ժամը 12-ից հետո ձայնագրություն են բերում, ասում են ինքն է, բայց էլի պնդում են, դա էլ է փաստում, եթե անգամ ինքն է, դուք ժամը սխալ եք որոշել, եկեք սենց ուղիղ ասեն, չկա նման բան, էդ էլ չեն կարող ապացուցեն, որ ինքն է, որտեղ այդ ժամին եղել այլ վայրում։ Բայց եթե ունենք երկու ելակետային տվյալ, դրանից հետո ասում ենք, որ մահը վրա է հասել ամսի 4-ին, սա ուղիղ ասում ենք, որ մեզ պետք է, որ մենք Նարեկ Սարգսյանին անպայման դատենք։ Պատվարժան դատարան մնացած վկաները իրենց ցուցմունքներով բացահայտեցին լրիվ այլ իրականություն։ Մասնավորապես պարզվեց տուժողին պարտքով գումար տալու վերաբերյալ Էդգար Ղազարյանի կողմից, մինչդեռ դատախազն ասում էր, որ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել։ Ոչ։ Վկա Լուսինե Չիբուխչյանին որևէ հաղորդագրություն շեշտեց, որ չի ուղարկվել։ Այսինքն, եթե անգամ այս պահին մենք կասկածի տակ դնենք Արսեն Մինասյանի ինքնախոստովանությունը, ապա գոնե վկաների ցուցմունքները փաստում են, որ նախաքննությունը թերի է եղել։ Բարույթի նյութերը փաստում են, որ նախաքննությունը անձեռնահասության բարձր գագաթին է եղել։ Բազմաթիվ կասկածներ կան, որ բացառապես պետք է փարատվեն մեղադրյալի օգտին։ Գործի նյութերում առկա են հաղորդագրությունների պատճեններ։ Իբրև թե տուժողի եւ մեղադրյալի միջև եղած խոսակցություններ են, որոնք ոչ միայն չեն կարող դրվել դատական ակտի հիմքում, քանի որ դրանք դատավարական սկզբունքային կարգի հիմքով են ձեռք բերվել, որի մասին արդեն իսկ գործընկերս նշեց, դրանք տառադարձված չեն։ Ինչու չենք դա վիճարկել, որովհետև անմիջապես ձեր կողմից դա կշտկվեր, եւ մենք դրանք որպես ապացույց չենք էլ կարողացել դիտարկել, որ վիճարկենք, որովհետեւ եթե մի բան չեմ կարդում, դա հայերեն չի, դա փաստաթուղթ չի, դա առհասարակ ապացույց չի։ Բայց սա նաև նրանով է խնդրահարույց, այսինքն դրա արժանահավատության հարցը, որովհետև դուք կարդում եք Պողոս, ինքը հայերեն չի, ես կարդում եմ Սիմոն, այնմենակ սա արդեն հերիք է։ Դա ունի այլ խնդիր, դատաքննության դրա աղբյուրը չի հետազոտվել, այսինքն մենք մայր հատվածը իրա չենք հետազոտել։ Ավելին դատարանը ուշադիր հետազոտելով խորհրդակցական սենյակով, առանձին սենյակում, չի կարող չնկատել, որ դրանք ունեն մոնտաժի հետքեր։ Քանի որ պարզ երևում է, որ կիսատ են, տակից երևում են նկարներ, սկրիններ, այսինքն ընտրված են որոշ բովանդակություններ, որոնց բովանդակությունը ամբողջական չէ, կոնտեքստից կտրված է, վերաբերելի չէ, քանի որ դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Եթե անգամ մեզ մոտ ոչ հայերենով գրված չտառադարձված տեքստը ընկալելի է ու ենթադրություններ չի առաջացնում, ապա ուրեմն սա իրավաբանություն չի։ Տեսեք, այսպես է։ Վերցրել են այս հեռախոսի մեջից, սենց նկարած է։ Դուք կհետազոտեք, լրացուցիչ կտեսնեք։ Տակից երևում է այս հատվածից, այստեղ, որ տարբեր սկրիներ հերթով բացվել են։ Այսինքն դրանք իրար հետևից ամբողջականությունը պահպանման մասին չի, հետևաբար դա արժանահավատ չի։ Եթե մի պահ որոշեք, որ դա արժանահավատ է, եկեք անկեղծ լինենք, Հայաստանի Հանրապետությունում, ընտանիքներում բոլորը ունենում են վեճեր։ Մենք վեճի ժամանակ տարբեր եզրույթներ ենք օգտագործում։ Կա սպանը, կա տենաս հլը, աղջի եւ այլն, տարբեր մակարդակներով պայմանավորված։ Ամեն մեկը իր միջավայրից ելներով։ Դա դեռ չի նշանակում, որ բոլորը սպանում ենք մեր ամուսիններին։ Տղամարդիկ սպանում են հետո իրանց կանանց։ Դա պետք է ինչ-որ նպատակ ունենա։ Եվ ասել, որ ամուսնալուծությունը դա հիմք էր սպանության, ըստ մեղադրանքի մի տարի այս մարդիկ իբրև ամուսնալուծված են եղել։ Ասել, որ վերջում է դա տեղի ունեցել, որտեղ գույքեր պետք է բաժանվեր, կա դրա ապացույց, պատվարժան դատարան չկա։ Գիտեք ինչի չկա։ Միայն այն, որ լիազորագիր է տրվել, պայմանագիր է կնքվել, դա դրա մասին չի։ Կա արդյոք լիազորագիր։
փաստաբանին տրվում է համապատասխան լիազորագիր։ Կա արդյոք հստակ պայմանագիր որևէ գործողություն անելու։ Չկա։ Այսինքն միայն փաստաբանի կողմից հարցումներ կատարելը, այն էլ փաստաբանի, որը ներկայումս ներկայացնում է բացառապես տուժողի ընտանիքի անդամների շահերը տարբեր դատարաններում, դա նրա մասին չի, որ տուժողի փաստաբանն է եղել ամուսնալուծության հայց ներկայացնելու համար։ Չկա նաև ամուսնալուծության պահանջ դատարանում, չկա դատալեքս համակարգում, առհասարակ այդ ուղղությամբ գործողություններ չկա։ Պատվարժան դատարան միայն այն, որ Fan Shop խանութի տեսագրություններով դատաքննության փուլում բոլորից պարզ դարձավ, որ Վարազդատ Աբրահամյանը որոշակի գործողություններով ինչ որ արդյունքի է ցանկանում հասնել Լիաննա Սարգսյանի գործողությունների վրա ազդեցության իմաստով, արդեն իսկ կասկած է հարուցում ցանկացած ապացույց, որը տուժող կողմի կողմից ներկայացված եղել է, մասնավորապես հիշեցնեմ, խանութի տեսագրություններում երևում է, ինչպես է ձեռքով դիտավորյալ աղմուկ ստեղծում պատին ձեռքով հարվածելով։ Հիշում եք, երբ որ մեկը երեխան վերևը քայլում է եւ առանձին տեսագրություններ կա, որ իբրև ձեռքը տանում է, իբրև խեղդելու գործողություն է անում, այնինչ ասում է բաժակ, այդ ընթացքում խանութի տեսագրություններով մեկը աստիճաններով բարձրանում է եւ այսպես պատին է անդադ հարվածում։ Հիշենք ինչ էր ասում Նունե Մխոյանն, ասում էր ցանկացած աղմուկի պարագայում երեխան խառնվում է իրար։ Չգիտեմ ինչով է պայմանավորված դա։ Բայց եթե մենք այդ գործողությունը անում ենք աննպատակ ու պարբերաբար, Նարեկ Սարգսյանը հարց տվեց, ասեց տուժողի ներկայացին չես ճանաչում ով է, ասեց ոչ եւ պնդեց, որ դա տուժողի եղբայրն է։ Այսինքն այս խոսակցությունը տեղի է ունեցել եւ դա արձանագրվել է։ Սա արդեն փաստում է, որ տուժող կողմից ամեն ինչ արվել է բոլոր ապացույցների մասով, որ լինի այնպիսի տպավորություն, որ մեղադրյալը պետք է լինի բացառապես Նարեկ Սարգսյանը։ Հակառակ դեպքում ով է նման գործողություն անում, գալիս է խանութում կանգնում է, ասենց անդադ հարվածում է, իջնում է, հետա գալի մի հատ նայում է, նորից հարվածում է, որ ինչ ենք ուզում ստեղծենք դրանով, ինչ տպավորություն։ Ում համար է դա։ Մենք չպետք է մոռանանք Kids House-ից ձեռք բերված ապացույցի մասին երեխայի հավանական վարքի մասով։ Երկար ժամանակ պնդում էին, որ իբրև երեխան այդ գործողությունով անում է խեղդելու գործողություն, բայց քանի որ ես անձամբ եմ տեսել երեխային մինչև մյուս կողմի մոտ հայտնվելը, ես տեսել եմ, շփվել եմ այդ երեխայի հետ, ես տեսել եմ ինչքան ադեկվատ երեխա է։ Պարկած իր համար տարբեր խաղեր էր խաղում, ես որևէ նման այն ինչ նկարագրում են նման գործողություններ ես չեմ տեսել, գոնե ինձ չեն կարող համոզել, որտեղ իմ աչքով եմ տեսել այդ երեխային։ Մենք չպետք է մոռանանք, որ Նունե Մխոյանը իր ցուցմունքում նշեց, որ երեխան տարբեր արդեն շեշտեցի աղմուկներից գործողություններ է կատարել։ Ուստի դա նպատակ էր խանութում արհեստական ստեղծել աղմուկ, որի արդյունքում կունենային տեսագրություն, բայց տեսագրությունում հստակ երևում է երեխան ինչ է անում։ Դատաքննության ժամանակ նաև ներկայացվեցին նկարներ, իբրև երեխան ձեռքը տարել է կոկորդին եւ նա նստած է եղել խոհանոցում ու պատի տակ արագ արձանագրվել է, իբրև հիշում է տեսարաններ, պատվարժան դատարան, ուշադրություն դարձրեք այդ նկարներին եւ կտեսնեք, որ երեխան լրիվ մերկ է։ Ուստի դա խոհանոցում կատարված նկար չէ, այլ լոգարանում։ Եվ երեխայի վրա կան հետքեր, նույնիսկ այդ մասով մեր կողմը, տատիկը եւ պապիկի կողմից հաղորդում է ներկայացվել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հետքերի մասին էր։ Ուստի որևէ բան դրանով չի հիմնավորվում։ Արդյունքում իբրև թե արկա էր սերիալից արված կադրեր, որոնք որևէ արժանահավատություն չունեն։ Չպետք է մոռանալ դատահոգեբան Անի Վարդանյանի ցուցմունքը, որը դուք թողեցիք։ Ինչ էր ասում տվյալ վկան, որ փորձագետ վկան ասում էր, որ եթե պարբերաբար երեխային ցույց տանք սերիալով խեղդելու գործողություն, երեխան դա ցանկացած վայրում կրկնելու է։ Բայց մենք դա էլ չենք տեսել։ Ինքնական ներկայանալու գրության մասով, քան արդեն խոսվել է։ Ես ամբողջ ընթացքում շեշտում էի, որ անձը չի կարող եւ այդ ուղղությամբ միջնորդություն է արվել, որ անձը չի կարող ինքնական խոստովանություն կատարել, այնուհետև րոպեներ հետո, մի ժամ հետո հայտնվել քննիչի մոտ
Ես սկսել պաշտպանվել, վերցնել փաստաբաններ, անդադ փող ծախսել այդ ուղղությամբ, այդպես չի լինում։ Որպես վկա կանչված ոստիկանության աշխատակիցները գրեթե այո նույնաբովանդակ ցուցմունք տվեցին եւ հայտնեցին, որ Նարեկ Սարգսյանը եկել է ոստիկանության աշտարակի բաժին, սպանել է, հետա եկել նույն տեղը, նորից հետա գնացել տուն։ Հետո նորից եկել է, երբ զանգել են, կանչել են ոստիկանություն։ Սենց մեղադրյալ չի լինում։ Առողջ հոգեբանությամբ չի լինում։ Ում հետ եղել է տղամարդ, ով ցույց տալով փաստաբանի արտոնագիր ներկայացել է իբրև որպես Նարեկ Սարգսյանի պաշտպան եւ վերջինիս հայտարարությամբ կազմվել է արձանագրություն։ Վկաները հայտնեցին, որ արձանագրության մեջ նշված միտքը, թե իբրև Նարեկ Սարգսյանը կնոջը Տաթևիկ Աբրահամյանի նկատմամբ կատարել է հանրորեն վտանգավոր արար, ասվել եւ հնչեցվել է փաստաբանի կողմից։ Այսինքն մենք ուղիղ լսեցինք, որ Նարեկ Սարգսյանի բերանից նման բան չեն լսել։ Ես ոչ էլ հավատում եմ նրան, որ եղել է ինչ-որ փաստաբան։ Ես վստահ եմ, որպես պաշտպան, որ այդ արձանագրությունը իմ պաշտպանյալը չի էլ կարդացել։ Ասել են այն ամենասկզբից ինչ պնդում էինք, որ սա քո ընդհանրապես ներկայանալու փաստաթուղթն է։ Վերցրա ստորագրի ստորագրելը։ Ես դեռ այս տարիների ընթացքում չեմ տեսել, որ Նարեկ Սարգսյանը որևէ փաստաթուղթ կարդա, անգամ որը ես եմ իրան տալիս, սկսած լիազորագրելուց։ Այսինքն պաշտպանական կողմի պնդումները հիմնավորվեց, որ եթե ինքը նման բան հայտարարեր, ապա մի ժամ հետո կրկին կպնդեր իր ասածը, ոչ թե մինչև այսօր կպայքարեր եւ չմոռանանք, որ երբ քննիչի մոտ է եղել, առանց փաստաբանի է պնդել, որ ինքը անմեղ է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի համաձայն հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատաքննության ընթացքում, որի ժամանակ նրան տրվում է պաշտպանության բոլոր հնարավորությունները։ Ոչ ոք չի կարող հարցաքննության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու համար ազգային օրենքով կամ միջազգային իրավունքով հանցագործություն առհասարակ չի համարվել։ Եվրոպական դատարանը արձանագրել է յուրաքանչյուր անձ իրավունք ունի, որ նրա կողմից նրա դեմ հարուցված վարույթ իրականացնող որոշ սկզբունքներ արդար, դռնբաց, ողջամիտ ժամկետներում քննվեն։ Հղում տալով Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին, 63-րդ հոդվածի առաջին, Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, իսկ ինչու հենց 13, որովհետև հստակ է, որ Նարեկ Սարգսյանի կոնվենցիոն իրավունքներն ու ազատությունները, ներպետական իրավունքում առկա բոլոր իրավունքները խախտվել են պետական մարմինների կողմից, որոնց հետ կապված խախտումները կոնվենցիայի 13-րդ հոդվածը լիազորել եւ արտոնել է դատարանին դրա վերականգնման մասով։ Այսինքն սա հուշում է, որ մենք գնում ենք եվրոպական դատարան, իդեպ Նարեկ Սարգսյանի մասով կոմունիկացիաները արդեն գտնվում են, կալանքների մասով ինձ եկել է արդեն մեյլերը գտնվում են կառավարությունում։ Արդյոք նման կերպ կարելի է արդարադատություն իրականացնել։ Իհարկե ոչ։ Պատվարժան դատարան անդրադառնալով սույն ճառում նշված դիրքորոշումներին անհրաժեշտ է հիշել ու փաստել, որ բովանդակային իրավական տեսանկյունից արդարադատությունը, անձի իրավունքի եւ ազատությունների անմիջական գործողությունը, պաշտպանությունը ապահովելու երաշխիք է։ Հատկապես քրեական գործերով արդարադատությունը, որպես դատական իշխանության բացառիկ իրավազորություն, ուղղված է քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգով քրեական գործի ըստ էության քննությանը, դրա լուծմանը, անձի մեղավորությանը կամ անմեղության մասին որոշում կայացնելուն, հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչած անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, ինչպես նաև անձին մեղավոր չճանաչելուն, նրա անպարտ հռչակելուն, հստակ արարքի ենթադրյալ մեղավոր անձի հստակ լինելու բացակայությամբ, ինչպես նաև ենթադրությունների վրա նախաքննությունը տանելը եւ շարունակելը, որը քրեադատավարական դաշտում ուղղակի անթույլատրելի է, մի պարզ պատճառով, որ այս նախադեպը բոլորի տուն կարա մտնի։ Ուստի հաշվի առնելով արդարամիտ դատարանի բարձր առաքելությունը, անկախ նրանից, որ ես բացարկել եմ սույն դատարանին, ես բացարձակ չեմ կասկածում ձեր պրոֆեսիոնալիզմի մեջ եւ ձեր մարդ տեսակի մեջ։ Խնդրում եմ գործով կայացնել արդարացման վերդիկտ, ճանաչել եւ հռչակել Նարեկ Սարգսյանի անմեղությունը։
Այո։